Բարի երեկո, սիրելի ընկերներ։ Բարի երեկո, մեզ շատ սիրող մարդիկ։ Դուք դիտում եք Իմնեմնի մի էքսպերտի 17-րդ թողարկումը, մեր հյուրն այսօր Ռուբեն Մելիքյանն է։ Բարի երեկո, Ռուբեն ջան։ Բարի երեկո, չմեռանք, էքսպերտ էլ դառնանք, էլի։ Ուզենք, որտեղ մեր երկրում այս բաները տեղի ունեն, որ ստիպված էքսպերտ պիտի դառնանք, որ հասկանանք։ Ցանկացած ոլորտում, իդեպ, ցանկացած մասնավորապես ու արդիական շատ ոլորտում իրավունքի մենք այսօր խոսելու ենք քաղաքական հետապնդումների մասին եւ որոշել ենք փորձել առանձնացնել այն հոդվածները, որոնցով մեծամասամբ այս ողջ ընթացքում Նիկոլի բռնապետական էվոլյուցիայի ինքը դիմել է այդ հոդվածների միջոցով իրականացրել է քաղաքական հետապնդումներ։ Շատ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, մեր նախագծերին։ Ես հիշեցնեմ, որ աջակցելով որևէ մի նախագծի դուք աջակցում եք նաև բոլոր մնացած ծրագրերին, որոնք իրականացվում են Anti-Fake-ի YouTube-յան էջում։ Իրականում Նիկոլի Հայաստանում անհնար է արդիականության համատեքստում ինչ որ բան նկարել եւ օրեր անց դա եթեր տալ, որտեղ արդիականությունը կորում է։ Մեկին կբռնեն, նոր մարդ կբռնեն, նոր սցենարով, նոր ձևով, մի նոր գաղտնալսում կդնեն Civic-ում։ Այո, մենք զգուշացրել էինք, որ որոշել ենք real time-ի ցանցում կատարել օֆլայն այս նախագծի համար, բայց միևնույն ժամանակ անելու ենք դա ժամերի տարբերությամբ, որովհետև իրականում արդիականության խնդիրը շատ լուրջ է։ Գաղտնիք բացը մենք ուզում ենք ուրբաթ օրը նկարել այս թողարկումը եւ այսօր հինգշաբթի։ Պատկերացնում եք, հիմա նայեք Նիկոլի Հայաստանի ամենավառ օրինակներից մեկն է, էլի իրավունքի տեսակետից, պատկերացու հինգշաբթի նկարեինք։ Այսօր դա ինչ արդիականության հետ աղերս չունեցող իրավիճակ է լինելու։ Մարդիկ ասում են ախպեր ջան, իսկ կարող է մի 3 պարագրաֆ հետ է եկելնելու, էլի 3 ամիս առաջ են նկարել եւ այլն։ Ու պրիտոմ Մելիքյանի պատճառով չնկարեցինք հինգշաբթի։ Հա։ Իմ առաջարկով։ Ոչ թե առաջարկով, հինգշաբթի պատճառով, ուրբաթ առաջարկով։ Հա, տես։ Հինգշաբթի աշխատանքային բան ստեղծվեց, որ դու բան չարեցիր։ Հոբ դատն էր հինգշաբթի։ Հինգշաբթի սրբազաննի դատն էր։ Հետո ուրբաթ օր առաջարկեցի նկարենք, լավասի նկարենք, Մելիքյանն ասաց ախպեր ասենք 3 բռնել են Կոչուբաևին։ Պատկերացպես ասենք կարող է մի քանի օր հետո հետաքրքիր բաներ լինեն ու հենց այդ օրը դրեցին բանի վեհապարի մասին այդ հայտնի ձայնագրությունը, ասենք լավ սպասենք 2 շաբթի վեհապարին կբռնեն նոր կմտնենք, այն 2 շաբթի վեհապարի փոխարեն բռնեցին մեկ այլ հոգևոր արժեքների հետ կապ ունեցող մարդու, ճիշտ եմ ասում։ Նո Վարդան Ղուկասյանի մասին է խոսքը, ընդ որում այս պահի դրությամբ ժամը երևի ֆիքսենք էլի քանից նա։ Հա, մենք նկարանում ենք 6:30, 18:30, ենթադրում եմ, որ եթերի ժամանակ արդեն ինքը լինելու է 23, բացի Վարդան Ղուկասյանից, ես թիվ նոր տեսա 23 անձ են ձերբակալել արդեն տեղում զանգվածային անկարգությունների հոդվածով։ Եվ խոչընդոտման, հա։ Հա, էլի, այդ առնվազն զանգվածային անկարգությունների հոդվածը ես նոր տեղեկացա, մեկի մասով տեղեկացա, ասում են եւս 2 հոդված կա, երկրորդը հավանաբար իրավապահ մարմինների գործունեությանը խոչընդոտելն է, որի մասին դեռ խոսում էին կամ բռնություն գործադրել է, չէ՞։ Կամ բռնություն գործադրել է, հա։ Մի խոսքով Վարդան Ղուկասյանով չի այսօրվա օրը միայն սահմանափակվում, նաև 23 ամենայն դեպս այս պայնը թիվը տեսա գյումրեցիներ, որոնք որ եկել էին քաղաքապետարան, պաշտպանելու իրենց քվեն, պաշտպանելու իրենց ընտրությունը եւ 23 հոգի մի խոսքով։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ, գիտես ոնց շարժվում։ Այսինքն կներես քաղաքբանտարկյալների թիվը այս պահի դրությամբ կարելի ասել 50-ն անց։ Հա, բանը կրկնապատկվեց էլի, տես մի քանի ժամ, եթե ոչ ավել էլի։ Հա։ Ես առաջարկում սենց շարժվենք։ Մի հատ փորձենք հասկանալ ընդհանուր առմամբ, քանի որ տեղեկատվական հոսքեր եւ քարոզչական մեծ ալիք է նկատվում իշխանական ռոպագանդիստների եւ նաեւ падգամավորների, ինչու՞ չէ նաեւ հենց Նիկոլի կողմից, հա, բոլորը ինչ որ ոդկասթներ են սկսել անել քաղաքական եւ նաեւ Facebook-յան ստատուսները, այդ բոլորը ոնց որ համակարգված մի կետից գնացող, ուստի կարծում եմ պետքա հասկանալ թե ինչ առասարակ քաղաքական հետապնդումը, տենց ոչ թե շատ ինչ որ հերվից գալով, այլ ուղղակի որ մարդիկ լավ պատկերացնեն։ Ես այսօր էքսպերտ եմ, Հա, դու այսօր էքսպերտ ես։ Նայ, ես օրինակ նայում էի հանրայինի եթերի այս վերջին բանավեճը, որտեղ քննարկվում էր կաթողիկոսի ձայնագրությունը եւ ուրեմն անդիմադիր այս մի թեվ անդիմադիր էր, մյուսը իշխանական եւ այստեղ ինչն էր, որ իրանց քարոզչական գիծը միշտ տանում այնտեղ, որ
իրանք արդեն ունենալով սեփական վերդիկտը պնդում են կատարված գործողության վրա եւ ասում են ախպեր, հիմա ինչ, այսինքն եթե այս մարդը սա արել է, դուք ինչ եք առաջարկում, մենք չանենք ինչ որ ոչ թե մենք, այ իրավապահ համակարգը չձեռնարկի հստակ քայլեր, որպեսզի պարզի այդ հանգամանքները եւ այլն։ Այսինքն օրինակ եմ ասում, եթե հայտնվել է օրինակ կաթողիկոսի վերաբերյալ ուրեմն այդ ձայնագրությունը, արդյոք քննչական մարմինը չպետք է ուսումնասիրի այդ գործը եւ այլն։ Եթե մի քիչ հետ գնանք այլ հոգեվորականների, հա, Արագածոտնի թեմի առաջնորդի մասով, ապա ասում են ուրեմն իր մասով կար հանրային հնչած այդ մեղադրանքը, այսպես ասած, կամ երևույթի մասին խոսք, որը Դանիել Լեոնիսյանն, ինչպես գիտենք, տվել է հաղորդում հանցագործության մասին եւ ասենք իրանց գիծը էսա, որ ախպեր ջան, եթե sense տեղեկություն կա, պետքա քննվի։ Մի կողմից պարզա, որ իրանք արդեն որպես փաստ են ներկայացնում այդ ամենից, մենք տեսել ենք, հա, որ դա հերույա փաստ լինելուց մի քանի օրինակներով, եւ երկրորդը, ինչի վրա կուզեի ուշադրություն դարձնենք, ես հիշում եմ, երբ մենք էինք բանտարկված, հա, մեր մասով տենց նոր ձևակերպում էր առնվազն մեզ համար, որ խղճի բանտարկյալ է, այսպես ասած, եւ հարցը որն է, որ քաղաքական հետապնդումը այդ նաեւ եւ մեծամասամբ այս համատեքստում այն նրան է վերաբերում, երբ ընտրովի են մոտենում process-ին, չէ՞, այսինքն ընտրովի արդարադատություն։ Կարա տեսականորեն մարդը կատարած լինի որևէ հանցանք, բայց երբ բացառապես այդ դեպքերով են անդրադառնում, դա ունենում է քաղաքական, այսինքն պարտադիր չէ որ քաղաքական հետապնդում իրական այն մարդում հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում, ինքը բացարձակ մեղավոր չլինի։ Ստե հարցը այն է, որ ընտրովի մոտեցումը բացառապես այդ մարդկանց վրա ելնելով իրենց քաղաքական գործունեությունից կամ քաղաքական հայացքից, ճիշտ եմ հասկանում։ Այո, ես կարճ ասեմ այո, բայց իհարկե այստեղ ագի խոսելու բան կա։ Շատ լավ։ Արի հիմա հասկանանք, ինչի է։ Ես էքսպերտ եմ, չէ՞։ Հա, դու ես էքսպերտային տեսանկյունից։ Ինչի է։ Ամբողջությամբ էքսպերտ։ Այ, մի բան ասեմ, որը որ շատերը լավ չեն պատկերացնում, որովհետև այսօրվա տեսանկյունից չի, ասում են քաղաքական հոդվածներ, քաղաքական բանտարկյալ եւ այլն, եւ ինքնին արդեն հասկանալի է դառնում, այսինքն բոլորի համար դա արգելված բան է, չէ՞, քաղաքական բանտարկյալները վատ է, չի կարելի։ Որտեղ վատ էլ չի կարելի։ Պետությունը իրավունք չունի ունենա քաղաքական բանտարկյալներ, քաղաքական հոդվածներ, չէ՞, այդպիսի արտահայտություն նայելու։ Ամբողջ հարցն է, որ դա միշտ չի որ տենց ա եղել։ Ցարական Ռուսաստան, Խորհրդային Միություն, այս մեր տարածաշրջաններում ասում են պետությունները, որոնց հետ մենք կապ ենք ունեցել, մաս ենք կազմել, պաշտոնապես քաղաքական հոդվածներ ունեն։ Պաշտոնապես։ Հա, քաղաքական, հենց քաղաքական խոսքի համար, չէ՞։ Այո, այլախոհության համար։ Այո։ Պաշտոնապես եւ նույնիսկ մասնագիտորեն կալանավորները համենայն դեպս բաժանվում են քրեականների եւ քաղաքականների։ То есть դա եղել է ժամանակին նույնիսկ պաշտոնական մի բան։ Եվ այդ ապա օրինական էլի։ Օրինական բան է, քաղաքական բանտարկյալ է, այսինքն ոչ թե հիմա որ հիմա sense մի բան կա, չէ, որ մեկ էլ ինչ որ լրագրողները հարցնում են ռեժիմի ներկայացուցիչներից մեկին լինի քաղաքական, լինի քաղաքական իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ասին Հայաստանում քաղաքբանտարկյալներ կան, նրանք էլ դա ասում են, ոչ, Հայաստանում ես չգիտեմ քաղաքբանտարկյալ, ահա, դու չես ընդունում որևէ երկիր հիմա չի կարող ընդունել քաղաքբանտարկյալ։ Որ այո կա քաղաքբանտարկյալ։ Պատկերացրեք որևէ մեկը ցանկացած ԿՊԱ-ական, չգիտեմ, հարցնում են ասում են քաղաքբանտարկյալ, ասում այո, հիմա հայաստանական քաղաքբանտարկյալներ, այո, Միքայել Սրբազանը քաղաքբանտարկյալ, Բաղրատ Սրբազանն է քաղաքբանտարկյալ, Սամվել Կարապետյանն է քաղաքբանտարկյալ, Աշոտյանն է քաղաքբանտարկյալ եղել, Սամսոնյանը, Սաղաթելյանը, այդ մարդուն ԿՊԱ-ականները տանեն հոգեբուժարան, էլի, ասեն ոնց որ թե ինչ որ մի բան կոբոտ այն չի որ իրավունք չունեն էլ ասեն, որտեղ իրականում դա արգելված բան է օրենքով, քաղաքբանտարկյալ ունենալ։ Դու ոնց կարաս, բայց դա միշտ չի եղել, այսինքն քաղաքական բանտարկյալ արտահայտությունը, երբ որ ինքը ձևավորվել է, ինքը չի եղել վատ բան, հա, հակաօրինական, վատ բան է հակաօրինական իմաստով։ Դրա համար այն ժամանակ օգտագործվում էր խղճի բանտարկյալ տերմինը որպես դրա համարժեք, որը որ պաշտոնական տերմին չէր, որտեղ պաշտոնապես կար քաղաքբանտարկյալ։ Այո։ Եվ ժամանակի ընթացքում այս երկու տերմինները իրար հետ ոնց որ բանավեճի մեջ են, որը ավելի պաշտոնական կդառնա եւ երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի դեպ Հայաստանի եւ Ադրբեջանի փորձի հիման վրա ընդունեց հայտնի բանաձև 1900-ն, որտեղ որ ներկայացվում էր քաղաքբանտարկյալի չափանիշները, այդ ժամանակ կարելի է ասել
վերջնականապես չասեմ, բայց քաղ բանտարկյալ տերմինը ավելի պաշտոնական դարձավ, քան խղճի բանտարկյալ տերմինը, թեև որոշակի երանգներ կան, օրինակ այսօր ես տեսնում եմ նույն սրբազանների, հատկապես Միքայել Սրբազանի մասով խղճի բանտարկյալ տերմինը նույնպես շատ հաճախ օգտագործվում է, հաշվի առնելով են, որ նաև այստեղ խղճի ազատության բաղադրիչ կա, այսինքն դավանանքի ազատության, խոսքի չէ, դավանանքի ազատության, հայրաքելական եկեղեցու բարձրաստիճան նվիրապետ լինելու գործոնը եւ այլն։ Ամեն դեպքում եկեք այս տերմինների մեջ չմտնենք, համարենք հոմանիշ։ Լավ։ Արի որպեսզի པարզ լինի, քանի որ էքսպերտային թողարկում ենք անում, փորձենք սահմանել մաքսիմալ ընկալելի կերպով։ Հա, առանց տերմինաբանության, չէ՞, այդ որն է։ Ով է այսօր քաղ բանտարկել, որ մարդ իր համար հասկանա, օրինակ այս մարդը, որտեղ հիմա սովորական մարդ ընկելած էս մի բանի մեջ, չէ՞։ Մի կողմից ինչ որ մարդիկ ասում են քաղ բանտարկյալ է, մյուս կողմից այս մարդիկ ասում են ախպեր ջան, քաղ բանտարկյալ չէ, հեսա կաշառք է, հենա պարտադրանք է, հենա եսիմինչ, այսինքն ոնց մարդը կողմնորոշվի, քաղաքական հետապնդում է թե չէ։ Նախ խոսեմ մի սխալ սահմանման մասին։ Հետո անցնենք արդեն ճշտին։ Դե հաճախ եմ տեսնում, որ օրինակ մենք 5 իրավապաշտպաններով կամ որևէ այլ ձևաչափով ասում ենք, այս ինչ մարդը քաղ բանտարկյալ է, քաղաքականությամբ չզբաղվող մեկը։ Չգիտեմ, Մկրտիչ Սրբազանը։ Որը որ ամենալավ օրինակն է, այստեղ այդ վատ առումով լավ օրինակն է, որովհետև Մկրտիչ Սրբազանը լինելով հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան նվիրապետ, թե մի առաջնորդ, բայց հանրությանը առանձնապես ցանոթ չէր, որտեղ ինքը իհարկե քաղաքականությամբ չէր զբաղվում։ Հրապարակային չէր։ Չէ, ոչ թե քաղաքականությամբ չէր զբաղվում, այլ իր հրապարակային գործունեությունը սահմանափակվում էր բացառապես իր թեմական առաջնորդի պարտականություններով։ Օրինակ նախորդ ամիս սեպտեմբերին ես ամեն տեղ ասում եմ, որտեղ ամեն անգամ չի որ տենց արել։ 3 եկեղեցի էր օծել, երկուսը 0-ից կառուցված, մեկը վերահսկված, երկար ժամանակ չէր։ Իսկ մարդը աշխատում էր, իր պարտականություններն էր կատարում։ Դա համար մարդիկ ասում են, լավ, Մկրտիչ Սրբազանը ինչ կապ ուներ քաղաքականության հետ, որ Մկրտիչ Սրբազանին դուք համարում եք քաղբանտարկյալ։ Եվ այս հարցադրման հիմքում դրված է այն սխալ մոտեցումը, որ քաղբանտարկյալ նշանակում է մարդ, որը որ զբաղվում է քաղաքականությամբ եւ այդ պատճառով իրան բռնել են։ Որը այդպես չի։ Լավ։ Հիմա արդեն կոնկրետ չափ ոնց է։ Ուրեմն չափանիշները երկուսն են։ Պարզ ձևով եմ ասում, չափանիշ առաջին, տարբերակված մոտեցում։ Այսինքն պետք է լինի տարբերակված մոտեցում, որը կարող է լինի տարբերակված մոտեցումը։ Սկսած նրանից, որ 100 հատ մի իրադարձություն է տեղի ունենում, արձագանք չի լինում, բայց ինչ որ մի իրադարձություն տեղի ունեցավ, դրան արձագանք է լինում։ Եղավ տարբերակված։ Մեր բարագայում արդեն կար տարբերակված։ Դրան լավ օրինակը ձեր օրինակն է, որ համացանցում բազմաթիվ օրինակներ են, որ հայհոյանքներ, ոչ մեկին անդրադարձ չկար, ձեր դեպքում անդրադարձ։ Իդեպ մինչ օրս դա շարունակվում է, այն օրենալի մեկին տեսել է այդտենց, պրոստը մեզ էր էլի քրվում, մեզ ասել են դու ազգերին չեն դիմությանն էր քրվում, չկա, ինքը քրեական գործ չի հանցակոծում։ Շատ լավ, սա ակնհայտ տարբերակված։ Մեկը, երկրորդը, հա, չէ, տարբերակված մոտեցման տարբերակներն եմ ասում։ Այս մարդու հանդեպ կիրառվում է դա, մյուսի հանդեպ չի կիրառվում։ Երկրորդ տարբերակը կիրառվում է, բայց ավելի խիստ է կիրառվում։ Օրինակ քրեական հետապնդում հարուցվում է, չէ՞։ Քրեական հետապնդում հարուցվում է, բայց կալանքի չի տարվում անձը։ Մյուսը ոչ մեկ չի տարվում, այս անձը տարվում է։ Մյուսի բարագայում տանում են։ Իդեպ միջին հանցագործությունների մեջ էլ չէ, տենց շատ։ Հիմա ես գամ, հիմա Միքայել Սրբազանի օրինակը ստեղ լավն է այս առումով։ Ուրեմն Միքայել Սրբազանի օրինակը դատապարտվում է, պատիժանշանակվում ազատազրկման ձևով, այն դեպքում այդ ուրիշների նկատմամբ դա ուղղակի միջին ծառայության արարք է, այդպիսի արարքի համար պատիժ այդպիսի պատիժ ազատազրկման ձևով պատիժ չի նշանակվել։ Գերացրեք, այսինքն պատմության մեջ երբևէ։ Չէ, այդ հոդվածով միանշանակ։ Հայաստանի պատմության։ Հա, բայց ես նաև ման եմ եկել, համենայն դեպս վերջի ահագին նայել եմ կոնկրետ այդ դատավորի պրակտիկան։ Եվ չեմ գտել մի գործ վերջի 2-3 տարին հետ է գնում, միջև վերջ չհասա, բայց որ ռեալ ազատազրկում նշանակված լինի միջին ծառայության արարքի համար, առաջին անգամ կատարած անձի նկատմամբ եղել են դեպքեր, որ երկրորդ անգամ եղևան, հա։ Տարբերակված մոտեցում, սա տարբերակված մոտեցման մեկ այլ տարբերակ է։ Հիմա նորից մի հատ գանք, որ ավելի հասկանալի լինի։ Առաջինը, ուրիշներին ձեռ չեն տալի, ինչ որ մեկին ձեռ են տալիս։ Դա եղավ տարբերակված մոտեցում։ Ձեռ են տալիս ուրիշներին, բայց օրինակ խափաման միջոցը կալանք չեն կիրառում, ավելի ազատության հետ կապված։ Okay, խափաման միջոցի հարցը մոռացանք։ Պատժի մասին ենք խոսում արդեն։ Նշանակվում է մի պատիժ, որը որ երբեք չէր նշանակվում տարբերակված մոտեցման արդյունքը։ Նաև տարբերակված մոտեցումը
այն վերաբերմունքը, որ անձը կարող է արժանանա։ Օրինակ նույն ձերբակալման ժամանակ ինչպես են մատ։ Քո օրինակը ասեմ, վերջի օրինակներից Կոչուբաևի օրինակը ասեմ, ասենք այդպիսի արարքի համար մարկասնալու որն է։ Այս բոլորը տարբերակված մոտեցման դրսևորումներ են։ Այսինքն քաղբանտարկյալի առաջի հատկանիշը տարբերակված մոտեցումն է, բայց տարբերակված մոտեցում կարող է լինել բազմաթիվ պատճառներով, չէ՞։ Օրինակ տարբերակված մոտեցման պատճառներից մեկը այն կարող է լինել պայմանական, որ անձին գալիս են ձերբակալեն, ինքը սկսում է հայհոյել ոստիկաններին այդ պահին, հա։ Իր նկատմամբ ավելի կոշտ ուժ են կիրառում, որևէ կարիքը չկար, ասենք թե։ Կամ վերջում ինչ որ վրեժի շարժառիթ է լինում, ինչ որ այլ շարժառիթ է լինում։ Դիմադրությունն է ցույց տալի եւ այլն կամ օրինակ այսինքն տարբերակված արել է երեխեքի նկատմամբ, մանկականոջ նկատմամբ, տարբերակված չի։ Այդ ի՞նչն է դրա տարբերակվածը։ Նույն հոդվածն է, հանգամանքներն են այլ։ Հա, բայց դա տարբերակված չէ, կարա տարբերակված, չէ, մարդուն գալիս են ձերբակալելու, մարդը նես չի որ ինչ որ դիմադրություն է ցույց տալու, բայց վատ բան է ասում այդ ոստիկան։ Այսինքն դե որ վատ բան է ասում։ Պարկաստում են գետնին, էս են կանում, են կանում, այսինքն կիրառում են այնպիսի միջոցներ, որոնց անհրաժեշտությունը այդ բան չկար։ Նրանք կարային բայց դա քաղբանտարկյալ լինելու հիմք չի ուզում։ Ես հիմա ասացս եմ, որ տարբերակված մոտեցումը միայն քաղաքական հետապնդման մասին ինքնին չի նշանակում, չի խոսում։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այ երկրորդ պայմանը քաղաքական պատճառով լինելն է։ Այ ինչ է նշանակում քաղաքական պատճառ, դա շատ երկար խոսակցության հարց է։ Այսինքն իշխող ուժը ինչ որ քաղաքական շահագրգռվածություն կարող է ունենալ։ Հակառակորդն է իր քաղաքական։ Հիմա տարբերակներ ասեմ, որ ես նայեցի նաև դե հակառակորդն ամենադասականն է, հակառակորդն է, արզա։ Հիմա մյուս ծայրահեղության օրինակ բերեմ։ Ասենք օրինակ դատավորը։ Դատավորը որևէ քաղաքական գործունեությամբ իրականում չի զբաղվում։ Այտենց սովորական դատավոր է, այսպես ասենք։ Ասենք Վճռաբեկ դատարանի դատավորը։ Հանում են, որպեսզի իրանց ուզած մարդուն բերեն այդտեղ նշանակեն։ Չեղավ քաղաքական պատճառ։ Եղավ։ Այսինքն նպատակը ոչ թե այս մարդու խոսքը լրացնելն է, այլ տեղ ազատելն է, ոչ քաղաքական պաշտոնի համար, որ բերեն ինչ որ մեկին նշանակեն։ Դա խոսում է քաղաքական պատճառի մասին։ Քաղաքական ասելով կուսակցական իհարկե չենք հասկանում, այսինքն իշխող ուժը ինչպիսի քաղաքականություն է իրականացնում տարբեր ոլորտներում, որոնց դրսևորումը կարող է լինել իշխանությունը պահելու համար, ընդդիմադիրներին ճնշել է, որոնց դրսևորումը կարող է լինել անկախ համարվող պաշտոններում իրանց մարդկանց նշանակելը։ Քաղաքական պատճառները շատ տարբեր են լինում։ Այս սրա, այսպես ասած, դիապազոնը շատ մեծ է։ Հասկացա։ Այսինքն մեկին լրացնել, մյուսին զրկել ընտրությունների մասնակցելու բայց հեշտ է տարբերակել է դրանք, օրինակ։ Այստեղ է, այսպես ասած, խաղ տալու տեղերը այստեղ են, այսինքն պետությունները իրաց պարագայում, էլի չէ՞ պարագայում, բոլորի պարագայում, այսինքն եթե դու հիմնավորում ես, որ այստեղ շահ գոյություն ունեցել, ինչ որ շահ գոյություն ունեցել, օրինակ դա կարելի է ինչով տարբերակել։ Ասենք թե դնենք Սամվել Կարապետյանի օրինակը։ Սամվել Կարապետյանի օրինակը որ վերցնենք, մարդը խոսեց եկեղեցու հետ կապված հարցերի մասին, առաջի հայացքից տեղ քաղաքականը որն էր, քաղաքականությամբ չզբաղվող մարդ էր, չէ՞։ Այն ժամանակ ամենայն դեպս։ Այդ պահին հաստատ։ Չէ, այդ պահին չէր զբաղվում, ակնհայտորեն չէր զբաղվում այդ պահին։ Եկեղեցուն պաշտպանեց, հիմա մենք ինչ դատողություն կարող ենք անենք։ Նաև վերջի շրջանի այսպես զարգացումները հաշվի առնելով, այսինքն նոր փաստերը գնահատենք հին երևույթների լույսի ներքո։ Չէ, հին երևույթները գնահատենք նոր փաստերի լույսի ներքո։ Ասում ենք, այս մարդիկ հայ առաքելական եկեղեցու հետ կապված որոշակի քաղաքականություն են հայտարարել։ Եվ բոլոր այն մարդիկ, հատկապես այն մարդիկ, ովքեր որ ի վիճակի են պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն, կարող են դիտվել որպես այդ քաղաքականությունը իրականացնելու խոչընդոտներ։ Հետևաբար նրանց չեզոքացնելը քաղաքական պատճառ է։ Միանշանակ։ Կամ ասենք նույն հեծի հետ կապված նույնտեղ կալանավորման խնդիր չէր, բայց հեծի հետ կապված իրանք ինչ-որ օրենսդրական փաթեթ եւ այլն վերցրեցին իշխանություն, սկսեցին ԿՊԱ-ականներ նշանակել։ Չեղավ քաղաքական պատճառ, իրանց մարդկանց պաշտոններ տալու, այսինքն քաղաքական պատճառ հասկացությունը շատ լայն է եւ ինքը ֆորմալիստական չի։ Այդ պահին ինչ քաղաքական շահ ունի իշխող ռեժիմը։ Տվյալ պետությունը։ Հասկանա մասին է խոսքը։ Արի մի հատ էլ որպեսի վերջնական հստակեցնենք ու անցնենք առանձին մի քանի քեզ քննարկենք, որպեսի մարդկանց բարձ լինի եւ էվոլյուցիան նայենք, թե որտեղից սկսեց առհասարակ, որ փուլից սկսեց դա, հա։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, արի իմ օրինակով բերեմ, այսինքն եթե մենք պնդում ենք, որ ինչ որ մեկը քաղբանտարկյալ է կամ քաղհալածյալ, կամ կվատրանից թե այդ պահի դրությամբ։ Չէ, քաղհալածյալը, արի դրա մասին կարճ խոսենք։ Քաղբանտարկյալը դա այն մարդիկ են, որոնց քաղաքական պատճառով ազատությունից են զրկում, տարբերակված մոտեցման արդյունքում։
Քախ Հարությունյանը որևէ այլ իրավունքից աշխատանքից են հանում։ Շատ լավ, դրա համար երկուսն ինչ որ առումով քննարկել, բայց արի Խաղ Բանտարկյալը վերցնենք։ Էդ եմ ասում, նա շատ լայն է։ Շատ Արի Խաղ Բանտարկյալը վերցնենք։ Հիմա երբ մենք պնդում ենք, որ ինչ որ մեկը Խաղ Բանտարկյալ է, մենք փաստացի այնպես չի, որ ասում ենք ինքը չի կատարել, մենք չենք պնդում, որ այդ մարդը չի կատարել ինչ որ իրեն վերագրվող արարք։ Իրան վերագրվող արարք։ Մենք ասում ենք, որ այդ արարքի հանդեպ վերաբերմունք եղել է տարբերակված։ Միանշանակ։ Օրինակ, պատկերացրու, ես ասենք հայելի գողացող եմ։ Ես այսօրով։ Գնում եմ մի հատ բանից, այն տուարեգներից էր, թե Պորշկայիններից են, հայելիները գողանում են։ Չեմ հիշում որիններ, բայց ինչ որ մեկինը հայելիները հեշտ այլում։ Կամ ֆարերը, ենթադրաբար ֆար եմ գողանում։ Ես գողանում եմ այդ ֆարերը, ինձ ասենք մի 4 տարի նստացնում են։ Այո։ Հիմա դու ելնում ես ասես ախպեր ջան, Խաղ Բանտարկյալը դու ասում ես Վազգեն ախպեր ջան, երկու ֆարի համար 4 տարի նստեցին, հարայնով ելնում ես ֆարը գողացել ախպեր։ Հիմա այդ ֆար գողանալը, եթե ստանում է խտրական վերաբերմունք, այսինքն ուրիշ ֆար գողացողին այսօր տնային կալանք են տալի կամ առասարակ բան չեն տալիս, ինձ տանում են 4 տարի նստացում են, դա քաղաքական հետապնդում է։ Եվ ես Խաղ Բանտարկյալ եմ։ Բայց պետք է համարժեք լինի։ Օրինակ, եթե դու մի 15 անգամ ֆար բռնվելու գողանալու մեջ բռնված ելնեիր, ռեցիդիվիստ ելնեիր։ Հա, այդ դեպքում տարբերակված մոտեցում, բոլոր էական հարաբերությունները։ Նոր է ճտիկի տեղը նոր է սովորել։ Այդ ճտիկով է էլի։ Հա, բա ոնց է։ Արա գիտի, աշկի գիտի։ Ախպեր ես նստած եմ, մտե մարդ կար, ասաց ինչ չգիտես ախպեր։ Լավ։ Իմացար, այսինքն ստեղ է դա հարցը, որ երբ իշխանական ուրեմն քարոզիչները կամ падգամավորները ի հակադարձում են, պնդում են կատարված գործողության ոչ իրավաչափ լինելը, ոչ այսինքն հանցավոր կամ իրավախախտում լինելը, դա դեռ չի նշանակում, որ այստեղ քաղաքական հետապնդում, քաղաքական բանտարկություն չկա։ Այո։ Էսա, շատ ամենակարևորը էսի է այստեղ, բայց այստեղ մի կարևոր կտորել կա, հայ, երկար տարիներ այդ եվրոպական արևմտյան գալիս են այստեղ են, որ այ ժողովուրդ ջան, խափաման միջոցը դա պատիժ չի, խափաման միջոցը պատիժ չի եւ այլն։ Հիմա այսօր ամբողջ այս դեմոկրատական այս իշխանությունների քարոզչությունը հիմնված է նրա վրա, որ խափաման միջոցը որպես պատիժ են դիտում։ Այո։ Էսա ամենակարևորը։ Այսինքն, բա չբռնենք այս մարդուն, որտեղ բա չկալանավորենք։ Նաև ի դեպ խափաման միջոց է դա։ Եվրոպական բարձր արժեքներ կրող երկրները նաև այդ պատժի մասով մի քանի անգամ հայտարարություն ունեին, չէ, իրանց զեկույցներում, որ չպետք է լինի խափանման միջոցը, չպետք է պատիժ լինի։ Հա, ու դաժե օրենքում գրել տվեցին դա հիմա այս իրական դատավարություններում ուղի գրած է։ Ես կարծում եմ ոչ միայն խափանման միջոցը, այլ նաև բերման ենթարկելու գործընթացն է պատժամի։ Իհարկե, խուզարկությունը, մենակ այդ չէ, խուզարկությունը գնում են մարդու տունը, աշխատասենյակը, ավտոն եւ այլն, վատ ձևով խուզարկում են ժամերով օրինակ։ Երեխեքից հեռախոսներ են խլում։ Հա, դե լա այդ բոլորը ռեպրեսիվ միջոցներ են ու մի շատ հաճախ հարց է առաջանում։ Այս արարքի հետ կապված դա вообще ինչ կապ ունի։ Չարաշահում է, այսինքն։ Իհարկե չարաշահում։ Այսինքն կողմից չարաշահում է։ Մարդուն խոսքի համար բռնել են, օրինակ գնում են տունը խուզարկում են։ Ջոգում են։ Ինչ է, խոսքն են ման գալի։ Իսկ ինչն են ման։ Մեր մոտ էլ պետք է գային չեկան, չէ՞, քուրել ման գալի։ Եկել են։ Չէ, եկան, այդ մասով պրետենզիա չկավ, իդեպ։ Նորմալ են իրանց սպայել մարդիկ եկել են։ Չէ, իդեպ խուզարկություն չէր։ Զննոստակա դեպքի վայրի զննություններ, որը տարբերակված մոտեցում չի։ Այսինքն իրանց խնդիրներ եւ մարդիկ բացատրեցին դա այդ մասով նորմալ է, տեսեք, որ մենք պետք է հասկանանք, որտեղ է տեղի ունեցել ըստ իրանց հանցագործությունը, որպեսզի հետո պարզ։ Գալիս են այդ կրեսլոն են անբան, հա, Վազգենը ստեղած։ Ասում են նստում են, ասում են ախպերես ինչ անհարմար է, փոխեք այս կրեսլոները։ Այդ մասով դե հիմա պետք է որ եթե շարանել չենք կարող, բայց եթե գային օրինակ խուզարկության, իսկապես դա կլներ խնդրեմ, որ ինչ եք փնտրում, այ ընկերներ։ Ինչ եք փնտրում։ Այս մարդկանց խոսքն եք փնտրում։ Այս մարդկանց խոսքը եթերում է։ Հա։ Բան ինչ դրացել, այստեղ գետնին չի ընկացել։ Հասկացա։ Լավ, եթե դեմ չես, ուրեմն եթե քանի որ արդեն կարծես տենց սահմանեցինք, թե որն է քաղաքական հետապնդումը եւ դրա տարբերակները, հա, եւ առասարակ շահագրգռվածության դրսևորումները իշխող ուժի տվյալ դեպքում, արի փորձենք հասկանալ օրինակ Նիկոլի իշխանության օրոք քրոնոլոգիայով, հա, երբ սկսվեց եւ ինչ էվոլյուցիա ապրեց, որովհետեւ հիմա վստահաբար ինքը ամենա տենց պիկում է իր էվոլյուցիայի, եթե դու կամ դեգրադացիայի, չգիտեմ, տենց ոնց նայես, հա, էվոլյուցիոն դեգրադացիա։ Էվոլյուցիոն դեգրադացիա։ Բայց մի բան էլ էլի այդ հարցին անվելացրու, հա, նաև նախկինում ոնց էր դրսևորվում, որ նախկինում ընդդիմությունը ասում էր, որ նախկին իշխանությունների օրոք քաղբանտարկյալներ կային։ Օրինակ քաղբանտարկյալը վերջի քաղբանտարկյալները գիտես որոնք էին։ Ոստիկան սպանած տղերք, ասում էին այդ մարդիկ քաղբանտարկյալ են։
Ես վերջի քաղբանտարկյալներից այն նախկինում ընկալում որպես քաղբանտարկյալ, ես դա եմ հիշում։ Մեկը հաց բերող կոչված այդ նույն թեմայի հետ էր կապված։ Մարդը, որ հա, էլի նույն թեմայի հետ կապված։ Այսինքն այն ժամանակ խոսքի բաները, խոսքի այսքան չէր, չէ, ոչ թե այսքան չէր, որ ջան չի եղել, ուղղակի չի եղել։ Խոսքի համար մարդուն նստացնելու որևէ դեպք չի եղել պրոստը։ Չէ, մի անգամ հիշում եմ, որ դաժե նստացնել չէր Նիկոլին այն դատում, այն 99, երբ որ բաներ քրեականացված էր վիրավորանքը զրպարտությունը, եւ դա այնց շուխուր սարքեցին, ոնց թե մարդու խոսքի համար դատել բան։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, եւ նայում ես եվրոպական չափանիշները։ Իրանք իհարկե դե պետք է չէ, տենց ինչ որ ասեն, դե տեսած այլահեղ բան է, այն աշճան, որ ես վերջերս միբ կոչվող կառույցի ղեկավարներ անգամ որոշ բաներ զարմացել է։ Ես էլ եմ զարմացել, որտեղ թվում էր ավելացրած այդ կտորը։ Սկզբից ասել էր որ հա, չէ, այս սկզբի մասը խոսքում անհանդուրժողականություն բան, կոպետ ասած ասում են, էս ինչ վատ բան է արել, որ սենց բան է գրել, մեկի հոպ օրոսմոս բռնելու բան է ոնց որ ինչի։ Սոսի ավելացրել են այդտեղ որ մեկը բռնել է, էդիտ է արել, որ բանի վեր։ Whatever, ամեն դեպքում ինչն է այստեղ խնդիրը, որ անթույլատրելի խոսքը, այս եվրոպացիների տերմինն է, ինքը բազմաթիվ արձագանքման ձևեր ունի եւ քրեական արձագանքը դրանցից ամենածայրահեղն է։ Իսկ եթե քրեական արձագանքա լինում անազատության հետ կապված պատիժը եւ խափամմիջոցը, вообще որ գնա գալիս է, ես ինչ պետք է լինի։ Իսկ մեր մոտ համատարած է տենց։ Համատարած է տենց։ Եվ ընդհանրապես արձագանք չկա։ Տասնյակ ու տասնյակ դեպքեր են։ Տասնյակ դեպքերին այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու բարձրագույն նվիրապետներ հասկանում եք, այսինքն որտեղ որ գումարվում է նաև խղճի ազատության էլեմենտը, որտեղ այդ մարդիկ ցույցի թեմ են չէ ղեկավարում։ Հələ պատկերացրեք որևէ աղանդավորական կառույցի ինչ-որ մի մարզի պատասխանատուին բռնել ինչ-որ մի խոսքա, մի հովիվի չէ։ Ախր հովիվը կոնկրետ ինչ-որ ծուխ է ղեկավարում, այսպես ասած ամենանվազագույն, չէ, ինչ-որ հանդավորների հովիվի նկատի ունի։ Հովիվ չէ, ինչ-որ մի ստորաբաժանման ղեկավարի, էլի, ոչ թե կոնկրետ մարզի պատասխանատուին։ Հա, դրանց մեջ հովիվը ցածր է, հա։ Դա հովիվը 10-12 հոգանոց խմբի։ Հովիվը հաշվի քահանա։ Հովիվը հաշվի քահանա։ Եվ մի մակարդակ բարձր, որ մարդը կազմակերպական հարցերով ազգում, ու այնքան այսա արդեն քիչ ավանում էքսպերտի բանից դուրս գամ, անբարո են, որ դնում են նկարները բան են անում, փողը, ըհը, փող կա, բա դիքա թեմի առաջնորդը, բա թե փողի բանը մի հատ կա, ասես մենք քննարկեցինք մի անգամ, որ այդ փողը էլի գրել էին, այսօր էլի դրանք բան էին անում, ինչ որ միտեղ տեսա, որ փողերի մասին խոսում են նորից տարբեր արժույթներով փողեր, այդ փողերը իրականում այդ գանձանակի փողերն է, ոնց հասկացա։ Եկեղեցու գանձանակն է, ինչ որտեղ մարդիկ գալիս են, մեկը Ռուսաստանից է եկել, ռուբլի է գցում, մեկը դոլար է գցում, կարող է բերեն հենց որպես թեմի առաջնորդ հազնեն, ասեն, ես գումարը դուք ծախսեք ձեր եկեղեցու կարիքների։ Նայեք, ժամանակին եղել է 10-որդի գաղափարը, այսինքն բոլորը 10-որդի, հա, 10-որդը, այսինքն բոլորը իրանց եկամուտներից 10%-ը հանձնել են եկեղեցուն, ընդ որում դա եղել է նաև այսինքն դա աստվածաշնչյան հիմք է ունեցել։ Աբրահամը երբ որ տեսավ Մելքիսեդեկին եւ այլն, այդ ամեն ինչից 1/10-ը տվեց, 10-որդը էս, դրանից հետո դրա համար է 10-որդը, էլի դա տենց բան չի։ Հիմա քանի որ դրա հիմքերը չկան, ես լսել եմ օրինակ ժամանակակից շատ երկրներում դա անգամ օրենքով է, օրինակ Գերմանիայի կաթոլիկ հատվածներում բան։ Հիմա մարդիկ, այսինքն ոնց օրենքով, եթե դուք համարում ես քեզ կաթոլիկ, դու բան ես անում, դե գրում ես, ասում ես իմ աշխատավարձի 10%-ն էլ ուղարկեք եկեղեցուն։ Եթե դու դա չես անում, եթե դու համակարգը այդպեսին չի, ուրեմն դու կաթոլիկ չես։ Եթե համակարգը այդպեսին չի, եկեղեցին բա ինչպես է ապրում։ Այդ մոմը օրինակ, հենց այդ ֆունկցիան է կատարում։ Է պարզա որ ինքնարժեքը ավելի, հա, այսինքն դու դրանով դա ոչ թե բիզնես է, այլ քո նվիրաբերությունն է, հանգանակությունն է եկեղեցուն։ Էդ է չէ գաղափարը։ Եվ այս տրամաբանությամբ եկեղեցու թեմակալ առաջնորդի մի քանի 100,000 բնակիչ ունեցող թեմակալ առաջնորդի տանը ինչքան $10,000, դու $20,000, թող 30, չգիտեմ, ավելի քիչ։ Ինչքան ուզում ալնի, կարող է հենց այդ ժամանակ անբարոյականության
գագաթնակետն է։ Չէ, մենք հասկանում ենք, չենք, բայց ինչ իրենք քարոզչական հնարք են արել, ոնց որ արել են իդեպ Բագրատ Սրբազանի գործով, երբ որ կեղծել էին այդ բաներ էին արել, հա, կամ ասենք քրակած պատրոններ էին արել, օրինական զենք էին դրել, ինչ են ուզում, իրանք մանիպուլացնում են կրթական ցածր ցենզ ունեցող, առասարակ մտավոր տենց բարձր պոտենցիալ չունեցող մարդկանց, որոնք նայելու են այդ տենան եվրո, դոլար բան, մեր մեջը գիտեք, հա, կապիտալի հանդեպ կա ցանկացած կապիտալի հանդեպ, լինի ազնիվ կապիտալ, թե հոգևորական ինստիտուտի կապիտալ, գիտական, հա, գիտական, պատկերացրեք գիտության մեջ ինչքան փողա պետք դնել, չէ, գիտության մեջ։ Հիմա պատկերացրու, ասենք ակադեմիան, եթե որոշեր այս ռեֆորմների դեմ պայքարել նենց ոնց որ եկեղեցին օրինակ պայքարում էս ամեն ինչի համար, մտնեին ակադեմիա ու հանեին այդից ինչ որ փողեր, որոնք օրինակ չգիտեմ, տարբեր ինստիտուտների ֆինանսավորման, տարբեր համագործակցությունների միջազգային բան, այդ փողերը հանելու են, ասեն հələ նայեք սրանց, այսինքն իրաց ի՞նչն է պետք է դի այն ցելին որ կարմիր են ցույց տալ կամ արյան այդ բանով, չէ՞, ոնց որ ցույց է տալի եվրո մարդուն, որը որ ատոմա կապիտալ է, ասում ես հələ նայ այս թեմի առաջնորդը դոլար, եվրո, ռուբլի то բան ոսկի հա դու չեն ասում այդ իրանց այդ ոչնչությունները այս 5-6 տարում ինչի ասան լավ վերադառնանք էքսպերտային դաշտ հիմա վերադառնանք ստե դե բազգեն դու չգիտես Ինչեւի ակադեմիան այլևս գոյություն չունի։ Գիտես, այսօրվանից, երեկվանից ոնց է։ Այսօրվանից ակադեմիա, այլևս դարավ բան։ ՀԿ ինչ։ Բաները իդեպ շնորհավորում եմ, եթե մեզ կա դիտող գիտությունների տեխնացու, իրանք հետ այսու դոկտոր են։ Շնորհակալություն։ Ոնց դուք դոկտոր եք, դոկտոր Մելիքյան։ Բա, այս խնդրում եմ բանում դոկտոր Մելիքյան։ Հա, հետաքրքիր բան ասեմ։ Ես երևի մասնակցել եմ դեռևս Վիկտոր Համբարձումյանի Օրբելիի, այսինքն մեր ակադեմիայի հիմնադիրների ձևաչափով ակադեմիայի վերջի գիտաժողովին։ Դա դեռ գիտությունների ազգային ակադեմիա էր 4-5 օր առաջ Մխիթար Գոշի նվիրված գիտաժողով էր, դրան մասնակցեցի ու 4 օր հետո 4 օր հետո յոխ վերջին բանին մասնակցել ես մի խոսքով։ Այո, վերջի գիտաժողովին։ Վերջին գիտաժողովին։ Ինչու՞ր է կպատմել։ Դե մենք առանձին դրա մասին գուցե խոսենք մի օր, սա կարծում եմ շատ լայն թեմա է եւ առասարակ պետք է մի հատ ուսումնասիրել, հա, վերջին ինչ է։ Իրանցից ոչ մեկ չի էլ իրանք դեմ չեն, իրանք օքեն։ Դե տենում են եկեղեցու հետ ինչ որ, ասում պատկասում ես գիտության հետ ինչ կլինի, եթե եկեղեցու հետ sense են վարվում, այլ դա կոնֆորմիստական ինչ որ դիրք են բռնել, կհասկանանք դա։ Հիմա արիգանք ամեն դեպքում Նիկոլի այդ ռեպրեսիվ էվոլյուցիային, հա, երբ ըստ քեզ սկսեց քո հիշելով էլի, ես վստահ եմ, տենց առանձին չես, տենց ուսումնասիրե, հա, բայց գուցե հիշես, երբ սկսեց, որտեղ սկզբից իր մոտ կարծես ամեն ինչ լավ էր, այդ երևի Ռոբերտ Քոչարյանից, հա, տենց մասը մեծ բանո, մեծ գործարը, չէ, թեպետ սկզբից էլ կային այդտեղ ձեր բաներ, ձերբակալություններ, բաներ, ամենասկզբից ինքը եկավ այդ ալիքի վրա, քանի որ Սկզբից կարծում եմ պարտադրված էր որոշակի ինքն անել, ինքը իր խոսքերին տերկայնելու համատեքստում։ Մենք ասում ենք, հեսա գալու եմ, թալանչիներ, բանման, գոնե մի քանի բան պետք է աներ։ Մենք հիշում ենք, հա, Խաչատուրովին, առաջին օրերին Դավիթին Համբարձումյան, մի քանի օրվա մեջ կատարվեցին գործողություններ, որոնք գուցե հիմա եթե ուսումնասիրենք մանրամասն, դա էլ քաղաքական հետապնդման էլեմենտներ ունենար, եթե ոչ մաքուր քաղաքական հետապնդում, հա։ Բայց դա ոնց որ իրա տենց քարոշչական նարատիվների ոնց որ որպես սնուցում ինքը կարծում եմ արեց, այլ ոչ թե որպես տենց հստակ ծրագրավորված ինչ որ բան, որը որ հիմա է, հա, ոնց որ ես ոնց տեսնում եմ, հիմա ավելի շատ տենց գլոբալ ոնց որ ծրագրի մաս է, այն ժամանակ ինչ որ հատուկեն դեպքերով առանձին միջև գուցե Քոչարյանի ամենա տենց խոսուն մասը։ Ըստ քեզ երբ սկսվեց, հենց առաջին օրվանից էր դա կատարվում, թե չէ, եւ առասարակ ոնց էր տեղի ունենում իր էվոլյուցիան։ Դե առաջինը երկրորդ նախագահի գործն էր, բայց ես շատ ավելի քիչ լուսաբանված, բայց որպես բնորոշ երևույթ կարծում եմ ոչ պակաս կարևոր էր Արսեն Բաբայանի, իրավապաշտպան Արսեն Բաբայանի կառավարումը։ Հիշում ես։ Բա Արսեն Բաբայանը նիկոլական ռեժիմի առաջի բաներից է, թիրախներից մեկն է եղել։ Ես հիմա որպեսի այսօրվա եւ այն ժամանակվա տարբերության կոնտրաստի ողջ խորությունը ցույց տամ, ասեմ, որ իրանց падգամավորները ոտու ձեռ էին ընկած, տարբեր մարդիկ էին մեջ գցում, որ դե չես, այս չի կարելի։ Սիրուն չի Արսենի թեման, չէ։ Հա, սիրուն չի, այս չի, այն չի։ Իտոգում բաց թողեցին երկու անձանց երաշխավորությամբ, որոնցից մեկը Լուսահոգի Ավետիք Իշխանյանն էր, իսկ մյուսը գիտես ով էր։ Ով է։ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյան։ Չէ, ՔՊ-ական
Սիսակյանը, Սիսակ Գաբրելը։ Հա, ոչ ոք։ Հələ Վազգենը ստեղա դու ես խառնում ազգանունները։ Ես էլ եմ ազգանուն անում եմ, Գաբրելը, Սիսակյան Գաբրելը։ Ոչ ոք։ Գաբրելը, Սիսակ Գաբրելը։ Սիսակ Գաբրելը։ Այնքան վաղուց չի հիշել նրան, ոչ։ Ես խառնվեցի Սիսակյան։ Սիսակ Գաբրելը։ Հա, ընդ որում, դες չի որ տենց ինքը անձնական կարգավիճակով էր, այլ դա ավելի շատ այդ ֆրակցիան էր, որ դες չի կարելի էլի ախր։ Այսինքն իրանք դեռ այդ իրանց այն հին մտածողության որոշակի բաները որ դե նորմալություն կար ինչ որ էլի։ Իտո արդյունքում ինչ ստացվեց Արսենի վերաբերյալ էս աբսուրդային գործը քննվեց իշխանության Արսենին համարում են իշխանության հյուրաստող էր։ Իշխանությունը հյուրացրել է։ Հա, էլի սենց ինչ որ խտալու։ Իշխանությունը հիմա արդարացրեցին, չէ՞։ Ու արդարացվեց վճռաբեկով բանով։ Ինչքան նստեց Արսենը։ 20 օր ոնց քանի կարող է։ Հա, 20 օրից ու այդ ժամանակ իրանց վերաբերմունքն էր ուրիշ, այսինքն իրանք հասկանում են որ չի կարելի այդ ամոթի կտորը կար։ Ես չգիտեմ թե սա էլ հիշում եք այն ժամանակ սահմանադրական դատարանը գրավելու ընդհանուր այս տրամաբանության մեջ էր։ Այո, սահմանադրական դատարանն էին բանում, Հրայր Թովմասյանի տակն էին փորում այդ ժամանակ։ Այդ տրամաբանության մեջ էր իրանք այդ գծերը քաշում էին, էլի, բայց իրանց մարդիկ դեռ հələ ամոթը չէին կորցրել։ Կոնկրետ ոչ թե Սիսակ Գաբրելյան, չէ։ Ոչ թե Սիսակ Գաբրելյանը իր անձնական բաններ էլ դրել էին ինչ որ մի քանի օքով ասել էին գնացել են հավանաբար հետները խոսել են արա ասել են ոնց կլինի հիմա ասենց ակնհայտ սմարթֆոն շարով մեկ տալիբան եւ այլ իսկ այսօր հələ թող մի Սիսակ Գաբրելյան կամ Գաբրել Սիսակյան կամ որևէ քպականի մտքով անցնի որ մի կես տար ասի որ մտքով անցնի չարթարացնի ախպեր ստատուս չգրի հա ասի որ էս ինչ ա բա դաժե ձեռպա մնալ այլ չի կարելի հա կեթաս կգրես ես եմ քեզ բարձրացրել Այս անասնաֆերմա կոչվող անասնաֆերմայի տրամաբանությունը էս բայց դու լավ հիշացրիր Արսենի кейսը ես մոռացել եմ Արսենի кейսը Արսենը առաջինն էր ես հիշում եմ ու դրանից հետո երկար ժամանակ իդեպ արի արձանագրենք որ մինչև 20 թիվը մինչև պատերազմի խայտարակ ավարտ այդ process-ը չսկսեց տենց թափ չհավաքեց կոպիտ ասած մարդիկ չեղան որ նոր քաղբան տարկյալներ լինեին ու խոսքի համար էլ դեռ ոչ մեկ չկար իդեպ էսել ֆիքսենք էլի եթե չեմ սխալվում եթե խոսքի համար ես չեմ հիշում այդ ժամանակ որ բաներ լինեին դե խոսքի համարը սկսեց որտեվ պատերազմի ժամանակ երբ այդ նոր օրենք ընդունեցին հա որ չի կարելի խոսել քրեական գործերը հարուցեցին հետո քանդվեց այդ քրեական գործերը, քանի որ համանարական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, բայց այդ բանը մնաց իրանց մեջ, այդ որ խոսքի համար կարելի է գլոբալ առումով, պրոցեսը պետք է հիմա ուրիշ հոդվածի տակ մտցնել։ Ու եկավ 21 թիվը։ 21 թվին արդեն ընդունեցին Քֆուրի օրենքը, 21 թվին։ Այո, 21 Քֆուրի օրենքն ընդունեցին, ու Քֆուրի օրենքը առաջի մասսայական խոսքի համար ձերբակալությունների հիմքը դարավ։ Այո։ Այսինքն այսպես կոչված ծանր վիրավորանք կոչված, որ հարյուրավոր մարդկանց վրա տարածվեց։ Խոսքի համար ես նստել եմ արամ, չեմ նստել, հետապնդվել եմ իքի բանի գործը։ Չէ, դու միակն էի գործը արա, մոռացել էի։ Չէ, մի վարքյան, իքրայի գործը 20 թվի հունվարին էր։ Դեմ ասում, մինչև պատերազմը եղել են դեպքեր։ Հա, բայց այդտեղ չկար կալանավորում եւ այլն եւ այլն։ Ձերբակալություններ չկային, հա, ես չեմ ձերբակալվել, բայց դատվել եմ այդ։ Շատ կներես հիմա լիներ։ Այսինքն այս նույն տրամաբանությունն էր։ Էլի կային, բայց այդ մարդիկ անազատության մեջ չէին հայտնվում։ Այո, չէ, կային անազատության մեջ խոսքի համար կար, բայց անազատության մեջ չէին։ Լավ, կարանք տարանջատենք ուրեմն միջև պատերազմ եւ պատերազմից հետո։ Պատերազմներ հանդիսանում այդ Ռուբիկոնը։ Ես կարծում եմ, հա։ Ես կարծում եմ, հա, պատերազմը թուլացավ, սկսեց ավելի ռեպրեսիվ, բայց հիմա երրորդ փուլն է, որը ես կասեի, որ Միքայել Սրբազանի դատավճռից կարելի է համարել, որտեղ որ այն ամենանվազագույն չափանիշները արդեն չկան, որտեղ արդեն ցինիզմ է։ Միքայել Սրբազանի, մենք բոլորս կարծում ենք, որ Միքայել Սրբազանի, որ գործը արագ տարան դատարան, բաց են թողնել, որտեղ այլ դեպք մենք չենք տեսել։ Խոսքի համար այո, կար դուք էլ եք իդեպ այդ մարդկանցից, որ հազվադեպ, բայց լինում էր, որ միջդատական վարույթում անազատության մեջ լիներ, հազվադեպ, բայց լինում էր, բայց որ դատական առաջին նիստին բաց չթողնեն, հիշում եք, ինչ էր անունը, Ռուբիկ Հակոբյանը։ Ռուբիկ Հակոբյանին մի երկու օր հետո բաց թողեցին, չէ՞։ Այսինքն այս առաջին դատական Արմեն Գրիգորյան։ Արմեն Գրիգորյանի առաջին նիստն էր, այո, Արմեն Գրիգորյանի մասով ուղղակի ֆիքսենք, որ դեռ չհասցրեց քննարկի որոշում, այսինքն խափանման միջոցի հարցը մենք չհասցրեցինք քննարկել։ Ես մոտարապես գիտեմ, առաջին նիստը հենց քիչ էինք էլ խափանման միջոցի հարց քննարկել, այնտեղ ուրիշ հարցեր կար։ Բայց կարծում ես, որ հավանականություն կար, որ իրան
օրինակ հələ չէր սկսել այդ փուլում ու կարող է իրան Ես կարծում եմ կալանքը իհարկե երկարացվելու էր, հա ես կարծում եմ կալանքը երկարացվելու էր, բայց ամեն դեպքում փաստ մեկ չունենք։ Այդ որոշումը դեռ փաստացի մենք Միքայել Սրբազանի գործով ենք առանձին որպես ինչ որ էվոլյուցիոն զարգացման նոր փուլ տեսնում ենք Միքայել Սրբազանով։ Դա ոչ միայն այդ բանն էր, կալանքը շարունակելն էր, այլև ազատազրկման ձևով դատավճիռներ։ Դա ավելի շատ, քան թե կալանքը շարունակելն էր։ Ազատազրկման ձևով դատավճիռը դա արդեն ու նաև ցինիզմը։ Օրինակ այդ ցինիզմի դրսևորում ես կհամարեի Կոչուբաևի այդ հայտնի, որ փաստաբանը գրել էր, ինչի համար են պահում, ինչի համար է պետք կալանավորել, որովհետև ինքը կարող է խանգարել քննությանը, որովհետև դեռ չէին հայտնաբերել այդ իր գրառման մեջ մատնանշված ակնհայտ է, չէ՞ որ դա բաներ է։ Ավագ գործընկերս ասում է, որ օգտագործած պահպանակը չեմ անում ինչ։ Դեն բտնեն։ Հա, ինչ որ տես մի բան։ Հիմա ասում է, այ պետք է այդ ավագ գործընկերոջը գտնենք։ Թե այդ ավագ գործընկերը ինչ պետք է, հա, ինչ կապ ունի ընդհանրապես։ Կամ այդ մասը։ Պետք է ցույց տա։ Հասկանում եք, վերցնում ենք պահպանակ։ Հիմա ես կգնամ, օգտագործեմ կգամ ու կգցենք։ Բավական կարևոր է։ Պրոբլեմը այն է, որ դա իմ որոշ գործընկերներ տենց ասում են, հա, անգրագետներ, ախպեր անգրագետներ չեն։ Սա ցինիզմ է։ Սա ցինիզմի դրսևորում է, սա անգրագիտության դրսևորում չի։ Իդեպ մի քեզ էլ եմ ուզում հիշեցնեմ, հա, Նարեկ Մալյանի գործը։ Կոֆե խմելու բարերի համար, հա, ասել էր գնանք ԿՊԱ-ների մամաների հետ սուրճ խմենք։ Դրա համար եմ ասում, հա, եւ անազատության մեջ մի քիչ չէ, նաեւ միջև վերջ մնաց անազատության մեջ, էդ էլ ասում, այսինքն դրա համար որ բերում եք Արմենի օրինակը, Մալյանի օրինակն էլ այստեղ կիրառելի, բայց նայ, ես ինչի եմ Մալյանի օրինակը չեմ որպես ջրբաժան դիտում։ Նայեք, Մալյանի հանցակազմ հոդվածով 1-ից 4 տարի էր ու չկար այլ ընդրանքային պատիժ ընկեր։ Հա, այս մասը մի հատ։ Հա։ Մալյանի հոդվածով 1-ից 4 տարի էր ուրեմն պատիժը եւ այլ պատիժ նախատեսված չէր։ Միայն ազատազրկման ձևով պատիժ էր։ Մենք այդ հարցը բարձրացրեցինք, ասենք սահմանադրական դատարան դիմենք։ Իդեպ նաև Սամվել Վարդանյանի դեպքով։ Ես երբ սկսեցի մտածել, որ Սամվել Վարդանյանի դեպքով ոչ մի աննշանակ է, որ երկու հոդվածով էլ կլինի դատապարտում, երբ որ այս նույն միջնորդությունը արեցի, ասացի Ժորժ ջան, օրինակ սրան համարժեք ուրիշ հոդվածներով ինչի է նախատեսված այլընտրանքային բոլոր տեսակի պատիժները, դու գանքվել անֆստան եւ այլն, իսկ այստեղ միայն ազատազրկում նորմալ չի դա։ Եվ դատարանը մերժեց իմ միջնորդությունը ոչ թե անհիմն լինելու, այլ ասեց այդպես հիմա որ ես բավարարեմ այս միջնորդությունը։ Քո մոտ տպավորություն մի անգամից կստեղծի, որ ես դատապարտելու եմ այս հոդվածով։ Այ դրա համար ես մերժում եմ։ Այդտեղ մի քիչ մտածելու տեղ տվեց։ Հիմա ասածս այն է, որ Մալյանը այո դատապարտվեց, բայց Մալյանի հոդվածը ավելի մեղմ որևէ պատժատեսակ չէր նախատեսում։ Սա շատ կարևոր է։ Հա, չկար առանձին։ Ու նվազագույնը ստացավ։ Այո, խաղբանտարկյալ, այո, մի տարի կալոր նստեց, բայց այո, խոսքի համար, բացառապես խոսքի համար, բայց ավելի դրանից ավելի ցածր տեսականորեն հնարավոր։ Այնտեղ չկար, հա, դրա համար Միքայել Սրբազանինը պատժի մասով եմ դրա համար։ Պատժի մասով համարենք ինչ-որ նոր ես համարում եմ դեգրադացիայի նոր level։ Հա, որ ինչ ուզենք կանենք այդ ցինիզմը, բայց մի կարևոր բան նշենք, սա շատ կարևոր է։ Ի տարբերություն նախորդ շրջանում այսպիսի քննարկման ենթակա դեպքերի, իրանք մի հատկանիշ կա, որով իրանք հստակորեն տարբերվում են ու դա միանշանակ է։ Դա այն է, որ իրանք մինչև բուն գործողություն կատարելը մի հատ արտպատգատով կային անում տեղեկատվական։ Ու ընթացքում այդ տեղեկատվական բանը գնում։ Հələ պատկերացրեք օրինակ, որին ասեմ, եթե իշխանությունները այդ ինչ էր հաց բռնող, հաց ուրիշ բան բռնող, հա, այդ ժամանակ գոնե 10% տեղեկատվական բան լիներ, իմ պատկերացմամբ կարող է եղել ուղղակի լավ չի երևացել կամ մի խոսքով իրանց համար դա կարևոր բան է։ Ինքը զուգահեռ process է գնում։ Ինքը մի հատ տեղեկատվական է մտնում ամբողջ ծավալով, բոլոր ԿՊԱ-ականներով, լնգու լավազներով, նազիր վեզիրներով, ֆնասներով։ Այդ որ սոյս տվեց եթերից առաջ վազգերեն Հարություն Մկրտչյանով բանով։ Հա, ինչ որ տենց, այսինքն իրավական գործընթացի սպասարկում է գնում զուգահեռ։ Միանշանակ։ Եվ այդ պատճառով շատ ագրեսիվ, եւ այդ պատճառով, որ հենց այդ այդ բանը ցանց նետվեց կաթողիկոսի հետ կապված, արդեն պարզ էր, որ սրա վերջը ինչ է լինելու։ Այսինքն ես մեծ փոխաբերություն եմ այսօր մտածել, ստեղ էլ ասեմ, կրկներքը, բոլորս էլ այդպես ինչ-որ սիրած երգեր ունենք, չէ՞։ Հենց կրկներքի առաջի բառը լսում ենք, մեր ուղեղներում արդեն երկրորդ, երրորդ
4-րդ բառերը գնում են։ Հիմա եթե առաջի բառը դու լսել ես, դա արդեն այդ բանն է, ուծեշկան չէ, ինչ է այդ։ Պրասլուշկան։ Գախնա լսումը։ Բանը։ Սլիվը, հա։ Սլիվը տեսել ես, է պարզ չի որ նույն սցենարով գնալու է առաջ խուզարկություն, ձերբակալություն կանանել, խի պետք է տես չլինի։ Եվ դրա միակ տարբերակը որ այդ կրկներքը մինչև վերջ չլսես, դա ռադիոն անջատելն է։ Այլ տարբերակ չկա պրոստը։ Ես ուշադրություն դարձրեք իդեպ այդ ձև որ ժամանակի հարցը է արտպատգատովկա կոչված է, այսինքն այդ քարոզչական բանը ինչքան ավելի աբսուրդ է ու ինչքան ավելի բարդ է մարսելը, իրանք այսինքն process-ը բարդացել է մարսելու, մարդկանց համոզելու, որ այս մարդիկ պետք է նստեն։ Դրա համար իրանք միացնում են այդ քարոզչական մեծ հոսքը ու հարցակումը թեմբրնելուց առաջ։ Վարդան Ղուկասյանին օրինակ շատ կարևոր է, մի քանի շաբաթ առաջ ինքը ազգային ժողովում ասեց, ու այսինքն այդ պատգատովքեն ավելի երկար տևեց, որովհետև Գյումրիում ատպորը կարա շատ լիներ։ Կաթոլիկոսի նկատմամբ արդեն ամիսներ շարունակ այդ պատգատովքեն գնում է, մինչև այն օրը արդեն վերջնական սլիվն արեցին։ Ու իմ համար ամենաբանը որն է, հետաքրքիրը որն է, ու նաև պատահական էր ֆիքսել այդ կամերան, դրել էին, չգիտեմ ում կամերան էր ֆիքսել, երեք չի առաջին օրը մինչև Վատիկան գնալը, սա գնում է ինչ-որ միտեղ, ինչ-որ պապիների է հանդիպում, այս պապիներից մեկը ասում է, ակնհայտ էր որ իրանց կամերան չէ, որտեղ ժողովրդից մեկի կամերան էր, ինքը լավ չէր երևում, ասում է, այս ինչը բա ես իմում չեք բռնե, ես իմիչ չեք արել բանման, ասում է հանգիստ, սաղին էսա հերթով բռնում ենք, բառացի Նիկոլ Փաշինյանը իրա բերանով, սաղին էսա հերթով բռնում ենք։ Այսինքն իրանց մոտ կա այդ բանը, հա, համ ծրագիրը կա բռնելու հստակ, համ այդ բռնելու մեջ կան տարբեր գրադացիաներ, ում ոնց բռնենք, ինչ կլինի, ինչքան շուխուր կլինի, ոնց կլինի, ու նաև կա դրան համապատասխան քարոզչական, նախապատրաստական խմբակ, որը որ հարցակվում է ու սկսում է արդարացնել այդ, այո, արդարացնել այդ ամեն մեկին հարճակել հանցագործ, ասել ոնց ախպերն կաշառք էր վեկալում արա, այս ինչը սենց էր անում, այսինքն այս բանը իրանց մոտ արդեն դարել է հմտություն։ Հետո գիտես ինձ թվում է ինչով է իրանց մոտ ինչի ակտիվացել այդ ներքին այդ ամեն ինչը, որովհետև կարծես թե արդեն իրանց մոտ ներքին կոնկուրս է գնում, թե ով է բարձր դիրքեր զբաղեցնելու ուրեմն էկողընտրություններում կամ առասարակ նոր ձևավորվող այդ ցանկում ու պարզ դրածա կանոնները, որ եթե դու չես սպասարկում մեր այս նարատիվները, ուրեմն դու չես կարա ձգտես լինել ինչ որ բարձր մակարդակում։ Օրինակ ով կարող պատկերացնել, որ այդ Արթուր Հովանիսյանը, հա, ինքը ամենաբան կերպարներից է, որը միշտ տենց խորը երկրորդական բան է եղել այս տարիների ընթացքում, բայց հիմա որ նայես, ինքը կլուչևոյ դերակատարներից մեկն է սկսում այդտեղ դառնալ իրանց քարոզչական։ 5 ժամ արագությամբ տենց։ Հա, ինչի, որտեվ ինքը ստորագրվել է ամեն ինչի տակ, այսինքն իրան հիմա ստանում է տեքստը, այդ տեքստը ինքը արտաբերում է անկախ նրանից թե դրա բովանդակությունը ինչն է։ Մենք գիտենք որ դրանց պես կա մեկ հանդիպում են դեպքեր, օրինակ ես Վարդանի դեպքով ես տեսա Ղուկասյան, ինչ որ աղջիկներ ում ես չգիտեի, ԿՊ-ական պատգամավորն ու չգիտեմ որտեվ տենց աղջիկներ ինչ որ տենց ոչ այդքան ակտիվ են, հա, բայց ստեղ արդեն հասկացվում է, որ իրանք տեսնում են, որ ով որ ակտիվ սպասարկում է քարոզչական թեզերը առաջ է գնում։ Հիմա նաև կոնկուրս են ցանց, ինքը կոնկուրս է հայտարարել, էլի, բնական կոնկուրս է, նայեք, էս է մեր քաղաքական գիծը, մենք գնում ենք այս ուղղությամբ։ Եթե դուք վերապահումներ ունեք կամ ակտիվ չեք մասնակցում, հա, այս ամեն ինչի մեջ, չնեղանաք, հա։ Չնեղանաք, դուք ուրեմն դուրս եք հավաքում եք, ամեն գրառումը ըստ լայքերի։ Ուշադրություն դարձրու YouTube-ը այս վերջերս փոխել է կոմենտներում ամեն մեկը որ գրում է բաներ տալիս, չէ, աչոկ է տալիս։ Ով ինչքան շատ կոմենտ է գրում, այդքան աչոկ է տալիս, ով փողափոխանցում է աչոկ։ Իրանն էլ է տենց, ապա իր մոտ ստատուսներն է աչոկով։ Աչոկ ստատուս, լայքերը, բաները։ Լայքերը ինչ հիմարություն կասես, ինչքան ակտիվ կգոռաս, օրինակ երեքը մեկով ազգերի ցույց տված այդ բանը։ Դեցիբելով աշխուժակը բաներ անում, չէ, տենց ճղում էր համապատասխան։ Դա արհեստական էր ախպեր ընդհանուր առմամբ, բայց ինքը ցույց է տալի, որ ախպեր ջան, ես զինվոր եմ, որը լուբոյ բան պատրաստ անի, որպեսզի էկողընտրություններում զբաղեցնի իր տեղը ու հետ են մնացել են նախորդ ակտիվ շատ ներկայացուցիչներ, օրինակ տենց լուլուները 1000-ից մեկ են հիմա մի բան խոսում են, այն շուտ չեն խոսում, բայց 1000-ից մեկ Արփի Դավոյանը, քիչ են, շատ ավելի քիչ են։ Կան, փորձում են, բայց արդեն ոնց որ երկրորդ պլան են գնացել, սերնդափոխություն է տեղի ունեցել, էլի։ Ագարդիոնների նոր խմբականակ է եկել, այսինքն ավելի
բարձր հնչող ագարդյուններ են, էլի, նոր հինը գալի, դարձեն գալիս է հինը փոխում։ Ես առաջարկում եմ մենք կարճ ընդմիջում ունենանք, այս ընթացքում մենք գիտեք, որ նոր ռուբրիկա ունենք մեր սովորական ոդկասթների շրջանակներում, նկատի ունեմ իմ Nemnimi live podcast-ը, որտեղ առանձին նյութ ենք ունենում միշտ մեր Patreon-ների համար։ Մենք հիմա ձեզ ցույց կտանք կարճ հատվածներ այդտեղից, մեզ Patreon դառնալու համար կարող եք սկանավորել ահա այս QR կոդը եւ միանալ համակարգին, ամենաչնչին գումարից մինչև բավականին զգալի գումար հնարավոր է նվիրաբերել մեր նախագծերին։ Ամեն թողարկումից հետո չեմ բացառում, որ ժամանակ առ ժամանակ նաև էքսպերտի շրջանակներում մենք էքսկլյուզիվ տեղադրելու ենք Patreon-ում հատուկ նյութեր, որոնց դուք կկարողանաք ծանոթանալ, ուրեմն դառնալով մեզ Patreon։ Նաև եթե այլ համակարգերով մեզ աջակցում եք, կապվեք, խնդրում եմ մեզ հետ, որպեսզի մենք որևէ միջոցով ձեզ փոխանցենք ուրեմն այդ նյութերը։ Շնորհակալություն, որ շարունակում եք մնալ մեզ հետ, շնորհակալություն աջակցությունների համար, լայքեք անպայման այս տեսանյութը, որպեսզի այն մաքսիմալ տարածում ստանա։ Մենք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Մեզ հիմա դիտում են բացառապես այն մարդիկ, ովքեր աջակցում են մեզ ֆինանսապես։ Հա, մենք մերոնցով ենք, կարելի ասել տնական բան վիճակ է, էլի։ Նաև այստեղ մենք կարանք ասենք շատ բաներ, որ եթերում չենք կարում ասենք։ Սա մեր շնորհակալությունն է ձեզ, որովհետև հենց ձեր աջակցության շնորհիվ է, որ մենք հանդիսանում ենք այսօր ռեալ գործոն լրատվական քարոզչական դաշտում։ Ես անկեղծ սպասում ունեի Արմանիս Թաթոյան, երկար ժամանակ սպասում ունեի Արմանիս Թաթոյան։ Չկար ձվերի դեֆիցիտ։ Այդպեսին էր վերնագիրը Փահլևան Թաթոյանի հարցազրույցի։ Եղիա ինքը Փահլևան, որտեղ ինքը անընդհատ մտածում է բոլորին հաճոյանալու մասին։ Օրինակ ինչ որ պաշտոնյա գա ու սկսի մեզ հետ մրցել, իբրև ընդդիմադիր, ասի ախպեր ջան, ես որ ընդդիմադիր եմ, ես այլ ասել եմ, որ ապա Նիկոլը տղա է։ Արման Թաթոյանը ունի տղամարդկության դեֆիցիտ։ Այս տղեն ունի վճռականության դեֆիցիտ։ Ու ես դա իզուր չեմ ասել։ Եթե դու այդ տղեն ես, որը հիմա պետքա դիստանցավորվես կամ որակումներ տաս նման իշխանությանը, դու ո՞նց է իր այդտեղ փոխնախարար, արա։ Ինչ է նշանակում եղել է կլանային իշխանություն, Վազգեն։ Եթե դու պնդում ես, որ իշխանությունը եղել է կլանային, դու պետքա դրանից հետո անկեղծության համատեքստում ասես, որ կլանից ես դու եղել։ Ես էլ ասենք ես կլանից եմ եղել, բայց հիմա համարում եմ, որ օրինակ լավ չէր, որ կլանային էր։ Ես դուրս եմ եկել այդ կլանից։ Ինչ անում Փահլևան Թաթոյանը, ինչ անում։ Վախում է Նիկոլին գնահատական տա։ Պարոն Թաթոյան, ենթադրենք դուք ուրեմն ստացաք բավարար ձայներ եւ անցաք ազգային ժողով եւ ձեզ հետ անցավ նաեւ Սամվել Կարապետյանի նորաստեղծ այս ուժը։ Եվ որպեսզի Նիկոլից ազատվեք, դուք պիտի հետընտրական կոալիցիա կազմեք։ Կգնաք այդ քայլի, թե չեք գնա այդ քայլի։ Դες ես սատանայի հետ է կկազմեմ կոալիցիա, ախպեր սրանից պետք է ազատվել։ Բայց չի պատասխանել, ոչ մեկս չի հասկացել վերջը, հա թե չէ, ախպեր։ Նիկոլի մասին ինչ կասես, ընկեր։ Սա կեղծավոր մոլորված է, ախպեր։ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ ինձ անձամբ Սրբազանն է պատմել, որ ինքը Թաթոյանին առաջարկել է, որ գա վարչապետի տեխնացու իմպիչմենտի թեմայով, Թաթոյանն ասել է նկատվեց ձվերի կոնկրետ կրիզիս, բացակայություն եւ կարելի է ձու նվիրել Յաչեյկով Արման։ Կարելի է։ Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք տաղավար, դուք դիտում եք իմ Nemnimi էքսպերտի 17-րդ թողարկումը, այսօր մեր հյուրը դոկտոր Մելիքյանն է, քննարկում ենք քաղաքական հետապնդումների ուրեմն մանրամասները, փորձում ենք հասկանալ, թե առհասարակ ով է քաղբ Անտարկյալը եւ Նիկոլի գործիքակազմի մեջ որ հոդվածներն են ծառայում ուրեմն քաղաքական հետապնդմանը, հա։ Մենք քննարկեցինք որոշ դեպքեր, առանձին վերցրած քեսեր, բայց որpիսի մարդկանց ավելի པարզ լինի, առաջարկում եմ կոնկրետ օրինակներով գուցե կամ առհասարակ փորձենք հասկանալ, թե որ հոդվածներն են ամենից հաճախ Նիկոլի կողմից կիրառվում որպես ուրեմն քաղաքական հետապնդման մահակ, հա, այսպես ասած, որոնք են ամենահարմարը իր համար, հա, մենք մեր օրինակով գիտենք, բայց կան նաև բազմաթիվ օրինակներ, այս քո կարծիքով ամենահարմարը, որը թույլ է տալիս իրան մանիպուլատիվ կերպով վերագրել մարդուն այդ հանցակազմը, որոնք են։ Չէ, նախ մի քիչ տենց քանի որ դոկտոր ներկայացրեցի Հա, ծանրացի, դու ծանրացի։ Քանի որ նաև այսօր քննարկեցինք այն որ գիտությունների ազգային ակադեմիան վերացնելուն զուգահեռ նաև բոլոր տեխնացուներին
դոկտորի կոչումը շնորհվել, որ չբողոքեք ասում, որ չբողոքեն, դրա համար դոկտոր դիմեցին, հիմա որպես դոկտոր, նորաթուխ դոկտոր, ոչ մի բան չարած, բայց ոչ մի ավել բան չի արել, մարդը դա դոկտոր, արտնացել է դոկտոր, ի՞նչ եք ուզում։ չէ, մինչև այդ արել է, բայց դրանից հետո ոչինչ չի արել ու դարել է դոկտոր։ Послушаем авторитетного милиционера. Перестанем трындеть. Իրականում երկու մասի բաժանենք։ Խոսքի հետ կապված եւ խոսքի հետ չկապված հանցակազմեր։ Իրականում նրանք, ովքեր որ խոսքի հետ կապված չեն, նույնպես շատ հաճախ բուն նպատակը մարդուն լրացնելն է, օրինակ Աշոտյանի դեպքում, չէ՞, ինչ որ մի հատ եսի միջ պատմություն էին հնարել իր նախկին գործունեության հետ կապված, որը դե ֆակտո նրան լրացնելու համար էր 2 տարի եւ այլն, բայց Աշոտյանի գործով մենք հանցակազմը այնպեսին չէր, որ խոսքից բխեր, այո, ինչ էր տեղի ունեցել եւ ինչ հա տեղի ունեցել, բժշկականը մեծ օգուտ է ստացել Աշոտյանի գործունեությունից, եթե ինքը դրա հետ կապված է իհարկե, բայց դրա անունը դրել են հանցագործություն, մի գրպանից մյուս գրպանն է պետության Աշոտյանի գրպանները ոչ մի կապ չեն ունեցել, բայց դրա անունը դրեցին փողերի լվացում եւ այլն եւ այլն։ Հիմա ես փողերի լվացումը հատուկ եմ ուզում քննարկեմ, որովհետև մի քանի հանցակազմեր կան, որոնք որ հանցակազմեր կան, որ խոսքի հետ չկապված, որոնք որպես լեյբլ են օգտագործվում, հատկապես միջազգայինների հետ շփումներում, որ ասում դու տեսեք, ես մարդը փողերի օրինակ լվացման մեջ է մեղադրվում։ Դա առաջինը փորձարկվեց հենց Աշոտյանի վերաբերյալ գործով եւ այն անգամ այն աստիճան աբսուրդ էր նույնիսկ իրանց նկարագրությունը փողերի լվացման հետ կապելը, որ նույնիսկ իրենց կողմից ընտրված Վճռաբեկ դատանի դատավորը եւ եւս մի դատավոր ուրեմն իրենց որոշման մեջ նշել են, որ չէ, սա փողերի լվացում լինել չի կարող, անգամ հիմնավոր կասկած չկա։ Այնքան ակնհայտ է, որ ստեղ փողերի լվացում չկա, տեսեք, ստեղ մի փոքր դատավարական բան ասեմ, ապացույցներ, որոնց հիման վրա արարքի նկարագրություն եւ դրա գնահատական։ Այս երատար համակարգն է գործում։ Երբ որ դու տանում ես ասում ես մի հատ տեսեք ստեղ հիմնավոր կասկած կա թե չկա, ինքը երկու բան պետք է նայի։ Այն նվազագույն չափի ապացույցները արկա են թե չէ, որպեսզի նկարագրությունը հաստատվի։ Եվ երկրորդ, այդ քո նկարագրածը բռնում է հանցակազմին թե չէ։ Շատ լավ։ Հիմա այդ նկարագրածը չէր բռնում հանցակազմին։ Այդ նկարագրածը փողերի լվացում չէր, որովհետև հանրային մի գրպանից գումարը գնացել էր հանրային մեկ այլ գրպանի ձեռք էր բերվել բժշկականի համար որոշակի տարածքներ, որը հիմա հիմա օգտագործվում է եւ շատ արդյունավետ։ Այսինքն սա որպես լեյբլ օգտագործվեց։ Նույն կերպ որպես լեյբլ է օգտագործում այս հոդվածը փողերի լվացման, նաև հարկերից խուսափման Սամվել Կարապետյանի վրա, որը դեմ փորձում է ինքը դրսին ծախի, որ Ռուսաստան, Պուտին եւ այլն եւ այլն, որտեղ այնտեղ մի քանի кейս կար, չէ՞, Սամվել Կարապետյանի հետ կապված։ Դա չեն, բանի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ փողերի լվացումը այն աշճան անհիմն է եղել, որ երկու դատավոր այսքան մեծ քաղաքական ճնշման պայմաններում երկու դատավոր, որոնցից մեկը շատ հայտնի Դոլմազյանը, որը նաև Աշոտյանի գործով է, ինքը նույնպես հաստատել է փողերի լվացման փաստի բացակայությունը, հիմնավոր կասկածի բացակայությունը եւ հիմնավոր կասկածը, որով որ վերջի անգամ մեկ ամսով Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց, բացառապես վերաբերում էր այդ մեր ձևով ասած արտահայտությանը։ Այսինքն մի տարբերակը դա այն հանցակազմերն են, որոնք որ կապված չեն խոսքի հետ եւ շատ ավելի ծանրակշիռ մյուսն է։ Առաջինի մեջ նաեւ այդ աբեկչության նախապատրաստություն կոչվածն է, որը այդտեղ խոսքի հետ կապված չի, այո։ Էլի կապված չի, այդ որ գործողություն են պլանավորում եւ այլն։ Բայց իհարկե ծանր է, չէ, դրանք որպես բան հոդվածներ բաժաչափը առանձնապես ծանր։ Ամփորի լվացումը համեն։ Այո, երկուսն էլ առանձնապես ծանր հանցակազմ են համարում։ Սրանք առանց գումարենք նաեւ հիմա փաստացի այսօր տեղի ունեցածը կաշառ։ Հա, կոռուպցիոն, նույնի հանցագործությունները կաշառ, ընտրակաշառք կոչվածը, այնեք տատիկների գործով չէ, ընտրակաշառքի բաներ, Սամվել Վարդանյանի գործով, որը որ այնքան էլ խոսքը, այսինքն առերևույթ խոսքեր, էլի խուլիգանության համար գործողություն դիտարկվեցին դա, էլի, չնայած խոսքեր, բայց խոսքը իրական միջավայրում էր, այլ ոչ թե սոցցանցային միջավայրում։ Դա էլ դիտենք ինչ որ մի անցումային շրջան, գործողություն եւ խոսք այդ համադրության բանի, հա, բայց տարբերակումը շատ կարևոր է։ Բայց ճնշող մեծամասնությունը խոսք, ճնշող մեծամասնությունը խոսք։ Facebook-յան գրառումներ, ելույթներ տարբեր լրատվականներում։ Արի հիշենք, էլի խոսքով ամենահայտնի кейսը։ Ամենաառաջինը Արմեն Գրիգորյան բնականաբար։ Լավ, այդտեղ իրան վերագրեցին ատելության քարոս, հա։ Այդ բաներ չէ, ինքը որ
Առաջի անգամ էր կիրառվում։ Միջ դա այն ժամանակվա հոդվածը քաղաքական բովանդակություն, քաղաքական չափանիշը չէր ներառում։ Դրա համար իրանք արհեստականորեն սարքեցին, թե իբր Արմեն Գրիգորյանը ատելություն էր քարոզում, բանը, որ ասում է բռնվելու բանն է, էլի, աթոռից որ չընկնես։ Գյումրեցիների նկատմամբ լինելով գյումրեցի։ Եվ երբ մենք տարանք ապացույց ասեցինք այն գերներ, տեսեք ընդամենը 2 շաբաթ հետո այդ իր հայտնի ձայնագրությունից։ Ինքը հիմա էլ գովում է գյումրեցիներին։ Ասում է ես հպարտ եմ ձեր համար, ինչ լավ է վերջապես ես որպես գյումրեցի հպարտ եմ ձեր համար, բան, որտեվ ընդ ինչ որ նիկոլական միցինգը վատ էր գնացել, թե ինչ էր եղել 21 թվի պատմություն։ Մեկը վերցին մյուսը չէ։ Դա ֆորմալ, даже ֆորմալ առումով չդրեցին ապացույցների մեջ։ Ես իհարկե սրա մասին հիմա խոսալու ժամանակը չի, որտեվ ես արդեն նախապատրաստել եմ այն ժամանակ, երբ որ այդ քաղաքական ճնշումը չլինի, ես առաջի բողոքը հենց սրանով եմ ներկայացնում, որտեղ Արմեն Գրիգորյանը պետքա շատ արագ արդարացի, որտեղ դա խայտարակություն է ուղղակի, բայց սա որպես ամենավառ օրինակ բերենք խոսքի համար։ Եվ հոդվածը ո՞րն էր, կհիշեցնես, ոնց էր կոչվում հոդվածը։ Ատելություն, Հանցելի դեմը դրել է սոցիալի համար։ Ես հիշում եմ, որտեղ այդտեղ ինչ որ միջ բան կարելի։ Միջազգային, հա ինչ որ ազգերի միջև տենց որ էթնիկ խմբերով պայմանավոր, էթնիկ քաղաքական խմբերով ատելություն հրահրելը եւ քարոզելը չափանիշները ավելացել պայմանավորված էթնիկ խմբերով քաղաքականն է ավելացրեցին, որ կուսակցականներն են։ Այո, բայց իր ժամանակ կուսակցականը չկար, դրա համար ստիպած արհեստականորեն ասացին, չէ, դու մենք ասում ենք այն գերներ, դաժե եթե այս թեման կա, իր օգտագործած բառամթերքը վերաբերում է ԿՊԱ-ականներին։ Չէ, ասում են բաների։ Բայց այդ ժամանակ չկար քաղաքականը։ Չէ, հələ չէր մտել։ Նոր դրանից հետո մտցրեցին, որտեղ կարար էր մտցրել։ Մլիքը բան նոր են մտցրել։ Ահա 300 որն էր։ Էսա 329-ը։ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։ Այս հոդվածն է։ Այսինքն իրան վերագրեցին, որ ինքը գյումրեցիների նկատմամբ ատելություն է քարոզում, գյումրեցիների եւ արարատցիների։ Հա, օքեյ։ Երբ ամենահայտնի քեյսներ նաև իր աղետալի հետևանքների վերումով։ Բռնության կոչեր, իշխանությունը զավթելու կոչեր, դրանք նույնպես առանձին հոդվածներ են։ Հիշում եք հայտնի ազգային ժողովի հետ քննարկում, երբ բռնության կոչերը նաև էլեմենտ ավելացավ բռնության արդարացում։ Այսինքն դու կարող կոչ չանես, բայց այն հայտնի է, որ դուսեր եկել են, որ ասում չէ, մեր երկերը դրատակ չեն մտնում, ախպերս ու ես, մասից ինչ որ բաներ։ Դա միջև պատերազմներ էլի։ Ես իմ արդարացումը չէր ու կոչ իրար հետ։ Հա, բանի մերի դեպքում, հա, մերի Մեր Սահակյանի հետ կապված գործով արդարացում եւ բռնության արդարացում։ Բռնության արդարացում եւ բռնության կոչ, օրինակ քո դեպքում երկուսն իրար հետ էր։ Համ կոչեր, համ արդարացում էր դրած։ Հիմա այս հանցակազմը միասնական է, այսինքն սա եղավ 3, չէ՞, բռնության համադրական կարգը փոխելու կոչեր, որը նույնպես օրինակ դրատակ Միքայել arczepiskopos-ին հենց այդ չի։ Համադրական կարգի տապալում ելով Ռուբիկ Հակոբյանն էր այդ այո։ Հա։ Այո, Ռուբիկ Հակոբյանն էր։ Նույնը դա էր։ Ուրեմն բանը Էդգար Ղազարյանի հոդվածը դատավորների, որը աբսուրդ է, հա։ Դատավորների տեղեկատվության հայտնելը, դատավորների քննիչների արատավորող տեղեկություններ հրապարակելը։ Այդ նույն հոդվածն է, որով որ 410 քանիսն է։ Այս վերջերս էլի տենց դեպքեր։ Կոչուբաևը, Կոչուբաևն է։ Այդ հոդվածը էլ են։ Այսինքն կներես էլ ինքը ինչ ասել, այդ հոդվածը առասարակ ինչ ասում, այդ նոր հոդված է դա։ Չէ, ինքը եղել է, բայց չի կիրառվել։ Այդ հոդվածը այնա, որ դու պետք է 1001 տենց ինչ որ, նայ, գիտես որ դեպքերում է կիրառվում։ Այն դեպքերում է կիրառվում, որ օրինակ ասում են հրապարակային, օրինակ ասում են, որ քննիչը sense բաներ ա արել, վատ բաներ ա արել կամ դատավորը վատ բաներ ա արել։ Ես բերեմ օրինակ, մի հատ X դատավոր կա, որը օրինակի համար բան ա արել, դատել է ինչ-որ մեկի, որի հանդեպ ես ունեմ դրական վերաբերմունք, բայց գիտեմ նաև որ այդ դատավորը ունի սիրած օրինակ։ Հելնում եմ ասում եմ աղբեր ջան, այս դատավորն ունի սիրած, էս էլ սիրածը, էս էլ են։ Արատավորման նպատակով ես հրապարակել եմ այդ մարդու մասին անձնական տեղեկություններ։ Սա արդեն հոդված է, քրեական։ Դատավորի դատախազի 490 հոդվածն է։ Դատավորի դատախազի քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Այս սաղի տակ նրանց մասին տեղեկություն հրապարակելը։ Բայց դա խոսքին է վերաբերում, այսինքն երբ որ դու օրինակ
Դե գույքին վնասելը խոսքով ոնց կա։ Նաև էդի կա, բայց չի էլ կիրառվում։ Խոսքի մասին է։ Բայց այս հոդվածը 490-ը կիրառվում է բացառապես տեղեկություններ հրապարակելու մասով։ Արատավորող տեղեկություններ։ Այս վերջերս ես հիմա չեմ ուզում անունները տամ, բայց իրական փաստ է։ Մի լրագրող, բավական հայտնի, ոչ ընդդիմադիր լրագրող, տենց հայտնի, բայց ոչ ընդդիմադիր, անունը չտանք։ Դնում է մի կոնկրետ դատավորի անունը տալով, ոչ քաղաքական գործով բան, ինչ որ պատճառով ես չգիտեմ, ինչ որ քննչական մարմինների որոշումից երևի դժգոհ են մնացել, ասում է մոտավորապես sense մի բան, դատավորը այսինչանը փոխանակ զբաղվի իր գործերով, սա օրը զվռնացա մոտավորապես եմ ասում, էլի։ Սա օրը համացանցում է գտնվում եւ այլն եւ այլն։ Հիմա այդ օրինակ ես չեմ պնդում, որ սա հանցագործություն է եւ այլն, բան չեմ ասում, բայց սա նման է դրան, որովհետեւ արատավորող տեղեկություն է։ Դու սեղանին դնում ես նոր տեղեկատվական միավոր։ Այն որ այս մարդը սոցիալական ցանցում է շատ հաճախ գտնվում։ Գործի մասին է խոսքը, հեսա կարդացի, այդ իմը շատ խնդալու էր իրականում։ Բայց էականը այդ չի, էականը այն է, որ սա լավ օրինակ է նրա համար, որ տեղեկատվական միավոր է դնում սեղանին։ Այսինքն այդ մարդուն փորձում է արատավոր ինքը որպես բացասական բան է ներկայացնում։ Փորձում է արատավորի փաստով զվռնել։ Ոչ թե գնահատականով, այլ փաստով, էս է ամբողջ տարբերությունը։ Այս հանցակազմի եւ այլ հանցակազմի, որ չի կիրառվում։ Այսինքն, եթե դու փաստով ես փորձում մարդուն արատավորել, օրինակ ասում ես, սա իրական օրինակ է, բայց ոչ իրական օրինակ ասենք, չգիտեմ, այս մարդը բան չի, երեխեքի հետ իրիկունը դասերը չի անում, չգիտեմ, կամ բանը Վատ հայր է, այսինքն։ Վատ հայր է։ Շանը ման չի տալի։ Շանը ման չի տալի, չգիտեմ, ցանկացած փաստ, բայց դու պետք է տեղեկատվական միավոր դնես սեղանին, որտեղ գնահատական տաս։ Եթե դու գնահատում ես սա լավն է թե վատ է, դա չի կարա լինի հավելյալ տեղեկատվություն։ Կամ հայոյում ես օրինակ։ Հա, հայոյակտել վիրավորանք է, Այդ եմ ասում, էլի արատավորող տեղեկություն չի։ Չի։ Չէ, եթե դա դիտարկում ես արատավորող տեղեկություն, դա ստացվում է։ Հասկացա դու ինչ ես ասում։ Շատ խնդալու մի բան, այսինքն դու ինչ ես ընդունում, որ դա տեղեկատվություն է, դա իրականություն է կամ իրականություն չի։ Մարդը հայտնել է դրա մասին, որով որ պետքա քննարկենք, տեսնենք դա իրական է, թե իրական չի կամ եթե իրական է, ապա ինչ է, սա absurd է։ Եթե ասում ես, որ ինքը համասեռամոլ է կամ որևէ այլ բանով, հա, հոմանիշով, միասեռական հա, այտենց մի բան մի խոսքով։ Եթե ես դրա տակ նկատի ունեմ հստակ իր սեռական կողմնորոշումը եւ նաեւ հավելյալ գուցե ինչ-որ փաստեր եմ ներկայացնում առայն որ ինքը դա կարա որոշակի արատավորող լինի, ճիշտ է։ Ու դա ուզում ես որպես արատավորող ներկայացնես։ Հա, ուզում ես ինչ լավ է որ հազիվ ջոնդի դատավորում դժվար է դիտես դրական բան լինի։ Դու բնականաբար չէ, բայց կարող է ինչ-որ մեկը վաղուց ասի ժողովուրդ ջան լավ լուր ուտեմ, այդ բաները էլի այդ։ Հա, LGBT-ները։ Մենք ունենք ներկայացիչ Սամնայական դատարանում։ Չգիտեմ ինչ որ, հա, օրինակ։ Հասկացա, բայց եթե ուղակի ես, այսինքն բանար չէ, ես հիշում եմ օրինակ Մալյանի գործով լեզվաբան էին բերել, որպեսզի ինքը ներկայացնի էքսպերտը, հա, որպես ներկայացնի թե այդ բառը կոնկրետ։ Հիմա եթե ես կոնկրետ հայհոյանք եմ հնչեցնում, որը որ վիրավորում եմ, այո, բայց չեմ ներկայացնում արատավոր տեղեկություն, հա, այսինքն ի՞նչն է դա արատավոր տեղեկություն, որ ինքը այն անձնա ում հասնում է դա վիրավորանքի մասով է, չէ՞։ Էդգարինն էլ Կոչուբաևինն էլ հենց այդտենց են բռնել։ Հա, բայց իրանք ասում են, որ Յանի տեղեկություն է ստվել։ Այո, տեսեք, Էդգարի բոլորին հայտնում, որ ինքը այսպեսին է։ Էդգարի քեյսը այն երկրորդ շրջանում էր։ Հա։ Այս այն ժամանակ դեռ տես չէին բռնում։ Հրավիրեցին, գնացինք, մուննաթել եկանք, ասենք ես զմերվակեսին մեզ բերիկ, բայց ասենք մարդիկ տարան վարչական հսկողության դատարան այլ ոչ թե կալանքի։ Էդգարին որ վարչական հսկողություն ոչ թե իրանք կալանքի էին մտել, բայց դատարանը տվել էր վարչական, այլ հենց իրանք ի սկզբանե մտել էին վարչական հսկողության։ Կոչուբաևի միանգամից են վատ ձևով կալանավորությունը մտան միանգամից կալանքն էլ ստացան, մեջտեղ գրեցին, որ ման են գալի, տեսնենք այդ ավակ գործընկերետովա, դրա համար դու պետք է մնաս կալանքի տակ։ Այսինքն իտոգում այս մի հոդվածը եւս այդ դատավորների մասին հիմա սկսել է կիրառվել շատ։ Այո, արդեն երկու դեպք ունեն։ Եվ սրանով իրանք արդյոք չեն բանանում, պրոստը պահում այդ մարդկանց ցույց տալի, որ ախպեր ջան դուք ինչ ուզում եք։ Մեջներից կայնացենք։ Ապօրինությունը ինչ պետք է լինի, արեք, մենք էս ասած մի ոստիկաններով ձեզ կպաշտպանենք, դա չէ՞ բանը։ Այո, բնականաբար։ Մյուս հոդվածը, որը որ վերջի շրջանում դա էլի շատ քաղաքական բաներով, չնայած ոնց որ այդքանը շատ չի, բայց էլի խուլիգանությունն էլ է, չէ՞ դրա մեջ։ Խուլիգանությունը ես չէի համարի համատարած, փորձեցին ձեր մասով։ Ես կարծում եմ այս պահին դեռ չի կարելի ասել, որ դա արդեն դարձել է համատարած գործիք, որովհետև այդ մասով դեռ մենք չունենք այտենց ավելի շատ դրսևորումներ էլի։ Այսինքն ամփոփենք այս հատվածը։ Բռնության քարոզ, բռնության կոչ, բռնության քարոզ, ատելության քարոզ, մյուս հոդվածը, երկրորդ հոդվածը։ Հիշենք, որ սա այն հոդվածն էր, որը միայն ազատազրկում էր նախատեսում։ Իդեպ, հա, երկրորդը մենակ ազատազրկում է նախատեսում։ Երրորդը այս սահմանադրական կարգը բռնության փոխելու, տապալելու կոչ,
Չորրորդը արդեն բանը, այս մեկը սահմանադատավորի դատախազի քննիչի թե դա Անունը դնենք Էդգարի հոդված։ Էդգարի հոդվածը, հա, չորրորդը Էդգարի հոդվածը։ Այսինքն հիմա եթե մենք մարդկանց ասում ենք Ռոդ ջան, ուշադիր եղեք ձեր խոսքում եւ այլն։ Ինչի վրա պետք է ամենաառաջի ուշադրությունը հրավիրենք, որ մարդկանց չդարձնեն քաղաքական հետապնդման զոհ։ Այս կոչերը պետքա հնարավորին ուշադիր լինել կոչերին։ Սրանց գլուխը ջարդել, բամասես բաներ չգրեն, այդ թվում նաև ինչ որ լրատվականները դեռ շատ հաճախ ընդեղից կոմենտներում բանում, հա։ Այսինքն կոմենտով են գործ են հարուցում, ես էլ գիտեմ որ կոմենտով գործ են հարուցում։ Ես գիտեմ որ կոմենտով մենակ վկա են կանչում։ Չէ, վկա կանչում են ինչ դեպքում, եթե դու ինչ որ մեկ ինչ որ բան ա գրել, տակը մարդիկ կոմենտ են գրել, կանչում են ասում են դուք ոնց ընկալեցիր այս խոսքը։ Մեր վկաներին համել առհասարակ իդենտիֆիկացնում են որ դու քան որ կոմենտ ես գրել, ըստ այդմ դու լսել ես, ու արի պատմի լսելուց, հա, դա ինչ ես ընկալել։ Այսինքն գլոբալ առումով հանրային խոսքում ուշադրություն դարձնելը, ուշադրություն հրավիրելը մարդկանց։ Այդ 4-ը մեկն է, ուրեմն տեսեք, քաղաքական գործիչներին այնուհանդերձ խոսքի ազատության շրջանակը ավելի լայն է։ Քննիչ, դատավոր, դատախազ իհարկե փաստաբաններն իրենք չեն պաշտպանում, ընդհակառակը գետնին են տալիս, բայց փաստաբաններն էլ են դրա տակ մտնում, որպես մարդիկ, որոնք որ ոչ քաղաքական դերակատարներ են, պաշտպանության մակարդակը բարձր է, դա նորմալ է, բայց աննորմալ է հոդվածների կիրառման եղանակը եւ սխալ մեկնաբանությունը, դոկտորական ասեմ։ Դոկտորսկի։ Լավ, ու որպես ամփոփում, մի հարց վերջնական ամփոփման համար էլի հաղորդման, ես ունեմ այս հարցը, այսօր ես ուղիղ եթերով եմ այդ ասել ու կուզեի քո կարծիքը ստեղ լսել, նաև ելնելով նրանից, որ արդեն դու դոկտոր ես, ինձ թվում է նաև այդտեղ քիչ ավելի բարձրից կհնչի, էլի կարծիքը։ Նաև ինքը հիմա Նիկոլ Փաշինյանը հիմա այս ռեպրեսիաների ամբողջական փաթեթը sense խոտ տալով փաստացի նագրուսկի տակ է դնում բանը իրավապահ համակարգին։ Դու էլ ես քո խոսքում ասել, որ այդ բան տվողներն են, չմոռանանք, որ այդ բուն գործողություններից բացի ինչ մենք տեսնում ենք, այդտեղ կա խոզարկության թույլտվություն տվող, միջնորդություն գրող եւ այլն անող մարդիկ։ Այս կոնտինգենտին է վերաբերում հարցս։ Ինքը ինտենսիվությունը շատ ավելացրել է, այսինքն օրինակի համար բռնեց սրբազաններին 5 օրվա մեջ, հլտես 5 օրվա մեջ։ Մի հաջորդ օրը միջև այդ սրբազանների թեման սկսում էր տեղեկատվական դաշտում թափ հավաքել, բռնեց Կոչուբաևին այտենց, Կոչուբաևին բռնելուց հետո այդ թեման բան անելու համար միանգամից վեհապարի մասով հաջորդ ձայնագրությունը դրեց, միջև մարդիկ սկսեցին վեհապարին պաշտպանել, ուխտեր թանել դեպի Էջմիածին, ասել մենք քո հետ ենք, այս կոմ, հաջորդ օրը առավոտը բռնեց Վարդան Ղուկասյանին, ու հիմա հարց է թե էլ ինչքան մարդու կբռնեն ստեղ այս ընթացքում։ Ու այս չմոռանանք ասել, որ 23 հոգի առնվազն նաև իր այդ պաշտպանվող տղեկից է։ 23 հոգի էլ այո, այսօր էլ 20 եւ հավելել 23 հոգի ներողություն, որոնց բռնել են այդ թվում Ռուբեն Մխիթարյանը ոչ մեր ձևով շարժման Ռուբեն մեր ձևով շարժման, ոչ թե ոչ թե մեր Ռուբոն, այլ մեր ձևով շարժման Ռուբոն։ Որը ես էլի ծանոթ եմ։ Ես ծանոթ չէի, այսօր իմացա որ կա, որտեղ գրել են Ռուբեն Մխիթարյանին, բռնել ռազմատատ են, հա ես տեսա Ռուբեն Մխիթարյանը լայվ էր արել։ Հա, որ Ռուբեն Մխիթարյանին բռնել է։ Մեր Ռուբեն Մխիթարյանը լայվ էր արել։ Մյուս Ռուբենի մասով։ Հիմա հարցս Իդեպ նաև մոռացանք այն մյուս հոդված ահանկարգությունները զանգվածային, որը ցույցերի ընթացքում են իրար։ Դա առաջին կատեգորիայում է, որը կամ զանգվածային են դնում, կամ խուլիգանություն են դնում։ Այդ խուլիգանությունը ավելի հաճախ խուլիգանությունը տեղ են դնում։ Ուրեմն ես ստեղ բերել էի ուկրաինական Բերկուտի օրինակը Մայդանի օրերին։ Երբ որ ուկրաինական Բերկուտին չէին շահագործում սկզբի ժամանակահատվածում, տենց շատ չէր, հետո Բերկուտի շահագործումը տվեց լրիվ հակառակ արդյունք մարդկանց կողմից եւ այլն։ Ու ասել էի, ու հիմա էլ ասեմ, ճիշտ է մեր մոտ այդ վիճակը չի, հա մեր վրա չեն կրակում դեռ մարտական զենքերից դեռ նստեղ կլուչ է ոյ խոսքը, բայց այս ոստիկանների հանդեպ այսօր ձևավորվում է հանրային բացասական վերաբերմունք։ Այն դատավորները, որոնք որ դա անում են, այդ դատավորների նկատմամբ հաստատ դրական վերաբերմունք չի որ ձևավորվում է։ Ինչքան կարա քո կարծիքով այս բոլտերը ձգելով ինքը համակարգը պահի կայուն։ Ու արդյոք քո կարծիքով ինչ որ պահի այդ համակարգը հենց այդ համակարգը չի փլվելու, որտեվ միակ լեգիտիմության աղբյուրը, որը որ այսօր Նիկոլը ունի իշխանությունը պահելու համար, դա դարել է իրավապահ համակարգը, ուժային համակարգը ոստիկանների գլխավորությամբ եւ դատաիրավական հատվածը, որտեղ որ կան քննիչներ, դատախազներ եւ դատավորներ։ Հա, այս 4 շղթան է մնացել, այլևս ինքը չունի այլ տեղ եմվելու։
Նարեկ ջան, ասացինք, որ այսօր առավոտը դառանք դոկտոր, բայց քաղաքագիտության դոկտոր չեք դառել։ Ես քո հարցին քո դժվարանա պատասխանել։ Դե դոկտորաբար իրավական տեսանկյունից։ Ռեսուրսը իմանալով, հա, դու ինքդ իրապետում ա ռեսուրսը։ Իրականում ճանաչում ես դու այն համետ քննիչների հոգեբանությունը, որոնք տալիս են դա դատավորների։ Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, որ ինչ որ տենց ծայրահեղ վիճակում է համակարգը այս առումով, իմ կարծիքով իրանց ռեսուրսը ավելի երկար տանելու ավելի շատ է, քան մեծ թվում է։ Ես տենց եմ կարծում։ Այսինքն այդ ուսը իրանց ուսերի վրա կարան դեռ շարունակաբար երկար տանել։ Որտեվ իրանք ունեն ինչ որ ժամկետներ ինձ թվում է, որ լավ դե ինչ էլ ուզում լինի հունիսին ամեն ինչ բրծնելու է։ Որտեվ ընտրություններ են լինելու, հեսա նորից կընտրվի եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ իրանք իրաց դրանով են։ Հետ հաշվարկի տրամաբանության մեջ մնաց այսքան օր։ Մնաց այսքան ձգենք։ Այսինքն հիմա անդիմությունն էլ է, խնդալունն է, որ անդիմությունն էլ է հետ հաշվարկի մեջ գլոբալ առումով, չէ՞, ասում ես, ասենք, դաժան մենք էլի, ես ասենք միշտ նայում եմ ամսի քանիսն է բան, այն բանտում ոնց որ մարդիկ նստած կալենդար են ջնջում, ես էլ եմ ընդհանուր առմամբ հետ հաշվարկային տրամաբանության մեջ եմ, որտեվ ամեն դեպքում Ռուբիկոն է լինելու այդ ընտրությունները, եթե այսինքն տես ես ինչի եմ սենց շատերը կան ինչ որ հույսի սխալ տեղեր wishful thinking-ի մեջ են, որ հեսա, սպասի համակարգը ճկնելու է։ Ես դες չեմ կարծում։ Իսկ դա ես գիտես ինչի եմ ասում, այսօր մի հատ հետաքրքիր բան տեսա, ուրեմն սա ոստիկաններին քրվում են։ Արա վատ քֆուրներ են տալիս, էլի մենք տես քֆուր երբեք եթերով չենք տվել հաստատ։ Այս sense քրվում են այս ոստիկանները sense ամոթի պատի նման անցնում են այս ժողովուրդը։ Կնիկ տղամարդ, կնիկ մարդ, տղամարդ, ոնց որ լենագանցի կնիկ մարդ են, չի ասում։ Կարևորը մաշտերները համաշտ։ Արա քրվում են, արա ինչ ասես ասում են։ Ու նրանք sense ամոթի տակ գնում են։ Ոչ մեկ զեն չանում այդ քֆուրին։ Ինքը զգում է, որ իրան քֆուր են տալիս, նես չի, որ ինքը լավ բան է արել, իրան քֆուր են տալիս, որտեղ տեղան արդարության զգացում կունենա, քֆրակասի արիստել արա։ Արա մեկ էլ մեկը գոռում է մեկ, սրանց թուրքեր, այ թուրք։ Արա մի հատ գնդապետ թեքվում ամելիքյան։ Որ ասում է թուրքը դու ես, գժված sense։ Ու այդ ցախ քֆուրները հեչ, բայց թուրքի թեման իր համար։ Պրոբլեմը ախպեր, թուրքը դու ես, արա ասում է։ Ու այն թուրքի թեման, որ իրանց հրամանատարը բան է արել։ Դու ո՞նց ես դրան նայում օրինակ։ Ես տենց Իսկ ոստիկանների համար օքեյ է այս վիճակը։ Գիտես, ոստիկանական համակարգին չպետք է, ոստիկանական համակարգը որպես հրամանի տակ գտնվող համակարգ, իմ պատկերացմամբ, դա իմ տես մասնագիտական տերությունից շատ բան չի, բայց ես հասկանում եմ, որ չպետք է հույս դնել, որ ոստիկանությունը ներքին ինչ որ բան ունենալու, չէ, տես չի լինի։ Այդ հույսի մասին խոսք չկա, այդ հույսը կարա լինի մենակ այն դեպքում պորտֆոլ ունենա, բայց հաջորդ օրը տենց իրան կհանգստացնեք, ասի դե հիմա ինչ է, ես էլ հրաման եմ կատարում, իրանց հանգստացնելու բան է դա, հրաման եմ կատարում, հիմա թող նրանք վերցնեն իշխանությունը, նրանց հրաման եմ կատարում։ Այսինքն քարոշչական առումով պետք է աշխատել սրա վրա շատ լուրջ, էլի, որտեվ իրանց իրիկուններ կգնան կտեսնեն, որ համացանցի կեսնել իրանց, ասում ապրեք, մալադզեց, հələ քիչ ծեծեցիք դրանց, մի քիչ էլ դա իրանց կհանգստացնի։ Իսկ դու պատկերացնես համատարած ամոթանքի մեջ, օրինակ համատարած այդ բանի մեջ, իրանց շուրջ կարա սեղմվի օղակը, եթե ճիշտ աշխատանքը լինի, ու իրանք քարոշչական նկատում են։ Դե նայ, հիմա ցավոք սրտի ես օրինակ անձնապ ինչ նկատում եմ, դա որ ՔՊԱ-կաններն են շատ ավելի ակտիվացել, ագրեսիվացել, հարթակները շատացրել, էջերը շատացրել, ամեն առումով բոլորը գրում են պարտադիր, ես իրանց ներքին կոնկուրսի արդյունքը ես ոնց հասկանում եմ նաև, որ հիմա պետք է ամեն մեկը ցույց տա, որ ինքը Նիկոլիս Նիկոլա, կոնկուրս Նիկոլա Վիդենյա։ Լրիվ Նիկոլա Վիդենյա ենք մտել, 7 ամսվա Նիկոլա Վիդենյա ենք մտել, որտեղ մարդիկ, որոնք ասում են, այսօր մարդկանց հետ են, որ չգիտես այդ մարդիկ ովքեր են, ինչու՞ չէին արտահայտվում իրանք, ես Վարդան Ղուկասյանի գործով ինչ որ ու այդ ոնց եմ տենում, այդ իրանց լրատվականները բնականաբար արտատպում են CV-ը, Արարատ News-ը, ոնց ՔՊ պատգամավոր նա, ես չես էլ տեսա սրա, բայց Սպանյանը գրել է։ Причем հասկանում ես, նաև Վարդան Ղուկասյանը ելնելով իր կերպարից խոցելի է, ինքը գլոբալ առումով, մենք բոլորս հասկանում ենք, դրա մասին էին ասում, սրբազանները, կաթողիկոսը եւ այլն, եւ դրա համար օրինակ Վարդան Ղուկասյանի գծով вообще полный են կպել։ Եթե այնտեղ որոշ մարդիկ օրինակ Միքայել Սրբազանի մասով կամ Բագրատ Սրբազանի մասով դերապաններ ունեին, ինչ որ այլ ասում էին լավ ախպեր, ես մի թեմայի մեջ ես չմտնեմ, կարող է չնկատեն։ Ստե օրով սաղով մտել են, ով կա, չկա մտել այս թեմայի մեջ։ Չալոդ էլ մտած կլդի։ Չալուն է 100% ընդեշներին հավքել, ասելա նայեք ախպեր, հեսա 7-8 ամիս պայեք, ախպեր ջան, հաչացեք։ Հեսա հաչում են ՔՊԱ-կանները, հաչում են շները, իսկ մեր վիճակը գնալով ծանրանում է, ես կարծում եմ, որ չգիտեմ գլոբալ ընդդիմությունը, որ առանձին թևերի չեմ ուզում տեսել, մեծ անելիքներ ունի քարոշչական դաշտում, անձամբ ես նկատում եմ, որ կոնկրետ ՔՊԱ-կանները շատ
շատ են ագրեսիվացիա, ակտիվացիա, իսկ ընդդիմադիր դաշտում տենց ակտիվություն ես առավել ակտիվություն կան եղել է մի ամիս առաջ, ես չեմ նկատում։ Դե խելքները տվել են գիտությանը, էլի։ Այո, դոկտորները ախպեր ջան, դոկտորը պետք է իր գործանի, բայց ախպեր ջան, մի գիշերվա մեջ էլ այնքան դոկտոր ավելացավ։ Բա։ Մի գիշերվա մեջ։ Իսկ դուք լայք եք ժողովուրդ ջան, մեր լայք եք եղած չեղած մի քանի հարթակը մնացա, յոլա գնանք միջով։ Լայք եք, համ էլ ասեք օֆլայն տարբերակով ոնց է ձեր համար։ Անա կոմենտներում գրեք, այնտեղ կարան կոմենտներում ակտիվ լինեն։ Դե իհարկե, պետք է որ ավելի մեծ ակտիվություն լինի։ Մնացածը արդեն կհանդիպեն։ Ես էլ կոչ կանեմ, ովքեր որ այս գիշեր դարել են դոկտոր, մանա կես գիշերին թող մի հատ մանան էլի, տենց իրանք էլ նշեն։ Թո դառնան մեզ պատրոն, թո դառնան մեզ պատրոն, ով դառնա պատրոն ուրեմն դոկտոր է։ Մենք վաղը չմիս օրը, չորեքշաբթի օրը կհանդիպենք իմ նեմնիմի ոդկասթի շրջանակներում, կարծում եմ միջև հետ էլ չգիտենք, հիմա այս բանը չգիտենք ինչի մասին է լինելու այդ եթերը, էլի արդեն այ ամեն օր փոխվում է օրակարգը, բայց ամեն դեպքում լայվ ենք լինելու եւ կարծում եմ ամենաարդիական տեղեկությունները կկարողանանք փոխանցել եւ նաեւ մեկնաբանել հյուրեր ունենալու, այնպես որ միացեք անպայման չորեքշաբթի օրը մեզ, մինչ այդ էլ բաժանորդագրվեք անպայման էջին, որպեսզի մյուս մեր նախագծերը բաց չթողնեք, լավ եղեք, որքան դա հնարավոր է, բարի գիշեր։ Բարի գիշեր։